Աշխարհից կտրված մի առանձնատանը ի ծնե խուլ մի տղա ապրում է իր հոր, կատարելության մոլուցքով տարված մի մարդու, խիստ հսկողության ներքո։ Նոր սպասելու ժամանումը նրանց միջ լուռ կապ է արթնացնում, խախտելով իրենց շրջապատող մենության մթնոլորտը։ Սակայն տղայի կյանքին սպառնացող մի մռայլ գաղտնիք բոլորին վտանգի կենթարկի, ստիպելով կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ընդմիշտ կփոխեն նրանց կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Առանձնատունը վեհորեն կանգնած էր Երանի Այգեստան թաղամասի սրտում, որպես հաջողության միայնության հուշարձան։ Նրա սպիտակ պատերն արտացոլում էին կեսօրի առը, իսկ կատարյալ խնամված այգիները շրջապատում էին կալվածքը մի այնպիսի ճշգրտությամբ, որը կարծես չէր հանդուրժի անգամ մեկ տեղից դուրս եկած ջուղ։ Դարբնագործ երկաթե դարպասների անվտանգության տեսախցիկների հետում ապրում էր Տիգրան Թավադյանը, մի մարդ, որը նվաճել էր գործարար աշխարհը նույն անողոք վճռականությամբ, որով դիմավորում էր յուրաքանչյուր առավոտ։ Լինելով երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը, Տիգրանը բետոնն ու պողպատը վերածել էր մի հարստության, որով կարելի էր գնել գրեթե ամեն ինչ։ Գրեթե այն, ինչ նրա փողը չէր կարողացել գնել, իր որդու ձայնն էր։ Տասնամյա Գաբրիելը, որը խուլ էր ի ծնե, այդ առանձնատանն ապրում էր լուռ ուրվականի պես, սահելով ընդարձակ միջանցքներով առանց աղմուկի, առանց խանգարելու այն մանրակրկիտ կարգուկանոնը, որը հայրը պարտադրել էր այդ վայրի յուրաքանչյուր սանտիմետրի վրա։ Տիգրանը երբեք չէր ընդունել տղայի վիճակը որպես վերջնական մի բան։ Տարիներ շարունակ նա Գաբրիելին տարել էր բժշկական կաբինետներ Հայաստանում արտերկրում, Երանից մինչ Մոսկվա, Բեռլինից մինչ Ցյուրիխ, միշտ փնտրելով մի մասնագետի, որը կխոստանար այն հրաշքը, որը նախորդները չէին կարողացել իրականացնել։ Յուրաքանչյուր ուղղորություն ավարտվում էր նույն կերպ, Տիգրանն ավելի հիասթափված, իսկ Գաբրիելն ավելի հոգնած, իր փոքրիկ ուսերին կրելով մի սպասումի բեռ, որին երբեք չէր կարողանալու հասնել։ Առանձնատան առօրյան հետում էր խիստ կանոնակարգի, որը սահմանել էր հենց Տիգրանը երկաթե ձեռքով վերահսկում էր պարոն Բենիկը, տնտեսվարը, որն ընտանիքին ծառայում էր ավելի քան 20 տարի։ Աշխատակիցները, ընդհանուր մոտ 15 հոգի, առաջին իսկ օրվանից հստակ հրահանգներ էին ստանում, բացարձակ լռություն միջանցքներում, ոչ մի ավելորդ խոսակցություն, Գաբրիելի հետ ոչ մի շփում, որը խիստ անհրաժեշտ չէր։ Տիգրանը հավատում էր, որ եթե որդին չի կարող լսել աշխարհը, ապա աշխարհը չպետք է աղմկի նրա շուրջ։ Դա մի խեղաթյուրված տրամաբանություն էր, ծնված հիասթափությունից այն վերահսկելու ցանկությունից, ինչը խորքում նա գիտեր, որ երբեք չի կարողանա վերահսկել։ Արդյունքը մի տուն էր, որն ավելի շատ թանգարան էր հիշեցնում, քան օջախ, որտեղ յուրաքանչյուր առարկա զբաղեցնում էր իր ճշգրիտ տեղը, յուրաքանչյուր մարդ լուռ կատարում էր իր գործառույթը, ինչպես սառը արդյունավետ մեխանիզմի մասեր։ Գաբրիելը սովորել էր աշխարհը կարդալ այլ կերպ։ Նա զգում էր քայլերի թրթիռները մարմարե հատակին, քայլվածքի ռիթմով ու ծանրությամբ տարբերելով, թե ով է մոտենում։ Ուշադիր հետում էր մարդկանց շուրթերին, վերծանելով բառերը, նույնիսկ երբ դրանք իրեն ուղղված չէին։ Նկատում էր փոփոխություններն օդում, ջերմաստիճանում, հյուրասենյակի հսկայական պատուհաններից ներս թափանցող լույսի մեջ։ Նրա տիեզերքը կազմված էր մանրուքներից, որոնք մյուսներն անտեսում էին, նշաններից, որոնք միայն ինքն էր կարողանում մեկնաբանել։ Բայց այս ամենը չէր լցնում այն դատարկությունը, որն օրեցօր աճում էր նրա ներսում։ Դա միայնությունից ստեղծված դատարկություն էր, այն տեսակից, որը չի բուժվում թանկարժեք խաղալիքներով կամ հայտնի ճարտարապետների կողմից ձևավորված սենյակներով։ Գաբրիելը կարոտում էր մի բան, որի անունը նույնիսկ չգիտեր, մի բան, որ տեսնում էր ֆիլմերում, որոնք միայնակ դիտում էր տան անձնական կինոսրահում, մի բան, որ գոյություն ուներ մարդկանց մեջ, բայց երբեք իրեն չէր հասնում։ Տիգրանն իր հերթին սուզվել էր աշխատանքի մեջ, որպես փախուստ այն իրականությունից, որը չէր կարողանում փոխել։ Օրերն անցկացնում էր առանձնատան առաջին հարկի իր աշխատասենյակում փակված, կառավարելով միլիոնավոր դրամների պայմանագրեր, հաստատելով նախագծեր, ընդլայնելով իր կայսրությունը։ Երեկոյան միայնակ ընթրում էր ճաշասենյակում, որտեղ նրան լուրջ սպասարկում էին աշխատակիցները, որոնք հայտնվում ու անհետանում էին ստվերների պես։ Գաբրիելն ուտում էր իր սենյակում, միայն հեռուստացույցի գրապահարանում կուտակվող գրքերի ընկերակցությամբ։ Հայր ու որդի ապրում էին նույն տանը, բայց առանձին աշխարհներում, կապված միայն արյունով, այն համր ցավով, որը երկուսն էլ չգիտեին ինչպես արտահայտել։ Մարտ ամսվա մի կեսօր էր, երբ Երանում շոգը դեռ համառում էր, չնայած մոտեցող աշնանը, երբ Աննա Սարգսյանն առաջին անգամ անցավ Թավադյանների առանձնատան դարպասներով։
Նա եկել էր Իջանից, Տավուշի մարզի մի փոքրիկ քաղաքից, հին ճամպրուկում տեղավորելով իր ողջ ունեցվածքը, իսկ սրտում այն մարդու հրատապությունը, որն ընտրություն չուներ։ Նրա մայրը, տիկին Կարինեն, տառապում էր սրտի հիվանդությունից, որը մշտական բուժում ընտանիքի սուղ բյուջեի համար չափազանց թանկ դեղեր էր պահանջում։ Աննան 16 տարեկանից աշխատել էր որպես դայակ մաքրուհի, բայց մարզի աշխատավարձերը հազիվ բավականացնում էին առաջին անհրաժեշտության կարիքների համար։ Երբ Երանում աշխատելու հնարավորություն հայտնվեց մի հեռավոր զարմուհու միջոցով, որը ճանաչում էր մեկին, ով ճանաչում էր պարոն Բենիկին, Աննան չվարանեց։ Աշխատավարձը 3 անգամ ավելի բարձր էր, քան այն ամենը, ինչ նա երբեք ստացել էր, մորն օգնելու հնարավորությունն արժեր ցանկացած զոհողության։ Առաջին անգամ առանձնատուն մտնելիս Աննան զգաց այդ վայրի ֆիզիկական ազդեցությունը։ Գեղեցկությունն անհերքելի էր, յուրաքանչյուր մանրուք մտածված էր տպավորելու համար, սկսած բյուրեղյա ջահից, որը գերիշխում էր նախասրահում, մինչ պատերը զարդարող արվեստի գործերը։ Բայց ինչ-որ բան այն չէր, ինչ-որ բան, որը նա չէր կարողանում անմիջապես սահմանել։ Մի քանի րոպե պահանջվեց հասկանալու համար, դա լռությունն էր։ Ոչ թե բնական լռություն, խաղաղության կամ հանգստության, այլ պարտադրված, ծանր, գրեթե ճնշող լռություն։ Միջանցքներով անցնող աշխատակիցները խուսափում էին միմյանց նայելուց, ողջունում էին նվազագույն գլխով անելով, անհետանում փակ դռների հետում։ Կարծես բոլորը քայլում էին բարակ սառույցի վրայով, վախենալով, որ մի սխալ քայլը կփլուզի ամեն ինչ։ Պարոն Բենիկը, 60 անց բարձրահասակ, նիհար մի մարդ, Աննային առաջնորդեց գլխավոր միջանցքներով, ցածր ձայնով պաշտոնական տոնով բացատրելով նրա պարտականությունները։ Նա պատասխանատու էր լինելու երկրորդ հարկի մաքրության կարգուկանոնի համար, որտեղ գտնվում էին Գաբրիելի Տիգրանի ննջասենյակները, ինչպես նա մի քանի հյուրասենյակներ գրադարանը։ Կանոնները շատ էին ու կոնկրետ, խիստ ժամանակացույց յուրաքանչյուր առաջադրանքի համար, որոշակի մաքրող միջոցներ յուրաքանչյուր մակերեսի համար, մանրամասն ընթացակարգեր յուրաքանչյուր առարկան դասավորելու համար։ Բայց ամենակարևոր կանոնը, որը տնտեսվարն ընդգծեց խիստ հայացքով, վերաբերում էր Գաբրիելին։ Դուք ոչ մի դեպքում չպետք է շփվեք տղայի հետ, բացի խիստ անհրաժեշտությունից, ասաց Բենիկը, կանգնելով երկրորդ հարկի միջանցքում շրջվելով դեպի նա։ Պարոն Թավադյանը շատ հստակ է այս հարցում։ Գաբրիելին անհրաժեշտ է վերահսկվող միջավայր, առանց ավելորդ խթանների։ Ցանկացած անպատշաճ շփում կարող է հանգեցնել անհապաղ ազատման։ Հասկանալի է։ Աննան գլխով արեց, կուլ տալով մտքում ծագած հարցերը։ Իր տեղը չէր տան կանոնները քննարկելը, ոչ այն դեպքում, երբ այդքան շատ էր այդ աշխատանքի կարիքը զգում։ Բայց մինչ Բենիկը շարունակում էր բացատրել իր առաջադրանքների մանրամասները, Աննան չէր կարողանում դադարել մտածել այն տղայի մասին, որն ապրում էր այնտեղ, մեկուսացված հենց իր հոր հրամանով։ Նա հիշեց իր զարմուհիներին Իջանում, որոնք միշտ շրջապատված էին զարմիկներով, ընկերներով, աղմուկով ու անկարգությամբ։ Ինչպիսին կլիներ մեծանալ մի տանը, որտեղ նույնիսկ աշխատակիցներին արգելված է ժպտալ քեզ։ Աննայի Գաբրիելի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2 օր անց, բոլորովին անսպասելի։ Առավոտ էր, Աննան մաքրում էր երկրորդ հարկի գրադարանը, զգուշորեն կտորով սրբելով գրքերի կազմերը, երբ պատուհանի արտացոլանքում շարժում նկատեց։ Դանդաղ շրջվեց, տեսավ տղային, կանգնած դռան մոտ, որը նրան դիտում էր մուգ ու խորաթափանց աչքերով։ Գաբրիելը հագել էր մուգ կապույտ շապիկ մոխրագույն սպորտային տաբատ, ոտաբոբիկ կանգնած էր պարսկական գորգի վրա։ Աննան սառեց, հիշելով պարոն Բենիկի նախազգուշացումները։ Չգիտեր, պետք է ողջուներ նրան, անտեսեր, թե դուրս գար սենյակից։ Մի քանի վայրկյան նրանք պարզապես կանգնած էին, նայելով միմյանց։ Գաբրիելն էր, որ խախտեց լռությունը։ Նա քայլեց դեպի գրապահարաններից մեկը, վերցրեց ծովային կենդանիների մասին նկարազարդ գիրքը, նստեց հատակին, զգուշորեն բացելով էջերը։ Աննան հասկացավ, որ նա այնտեղ իր համար չէր, այլ հենց գրադարանի, որը կարծես նրա ապաստանն էր առանձնատան ներսում։ Որոշեց շարունակել իր աշխատանքը, դանդաղ ու լուր շարժվելով, հարգելով տղայի տարածքը։ Ժամանակ առ ժամանակ զուսպ հայացքներ էր գցում նրա ուղղությամբ։ Գաբրիելը լիովին տարված էր կետերի դելֆինների նկարներով, մատով գծելով նրանց ուրվագծերը, կարծես թղթի միջոցով կարող էր զգալ ծովի կառուցվածքը։ Երբ ավարտեց գրքերի բաժինը մաքրելը, Աննան պետք է անցներ գրադարանի մյուս մասը, ինչն անխուսափելիորեն նշանակում էր անցնել Գաբրիելի մոտով։ Զգուշորեն մոտեցավ, փորձելով չվախեցնել նրան, բայց տղան աչքերը բարձրացրեց, նախքան նա կհասներ մոտ։
Մի պահ նրանց հայացքները հանդիպեցին, Աննան նրա աչքերում մի բան տեսավ, որը նրան հարվածեց որպես բռունցքի հարված ստամոքսին։ Դա միայնություն էր, մաքուր խորը, այն տեսակից, որը նա լավ գիտեր։ Միայնություն նրա, ով գիտի, որ մենակ է նույնիսկ մարդկանցով շրջապատված, ով սովորել է ոչինչ չսպասել ոչ ոքից։ Աննան չմտածեց, պարզապես գործեց։ Ժպտաց։ Անկեղծ, ջերմ ժպիտ, այնպիսին, որն առաջարկում են ընկերոջը։ Գաբրիելը քարացավ, կարծես չիմանար ինչպես արձագանքել այդ պարզ ժեստին։ Մի պահ թվաց, թե պատասխան ժպտալու է, բայց հետո արագ հայացքը փախցրեց, ուշադրությունը կրկին կենտրոնացնելով գրքի վրա։ Աննան շարունակեց իր աշխատանքը, բայց նրա ներսում ինչ-որ բան փոխվել էր։ Այդ տղային շատ ավելին էր պետք, քան մաքրությունն ու կարգուկանոնը։ Նրան պետք էր մեկը, ով իրեն կտեսներ որպես երեխա, ոչ թե որպես կառավարման ենթակա խնդիր։ Հաջորդ օրերը նրանց երկուսի միջ լուր առօրյա հաստատեցին։ Գաբրիելը սկսեց հայտնվել գրադարանում ամեն անգամ, երբ Աննան այնտեղ էր, բերելով իր գրքերն ու խաղալիքները, նստելով նույն անկյունում։ Երբեք չէր փորձում խոսել, երբեք ուշադրություն չէր խնդրում, պարզապես գոյություն ուներ նույն տարածքում, որտեղ նա էր։ Աննան հարգում էր այդ զուսպ ներկայությունը, լուր աշխատելով, բայց աստիճանաբար սկսեց փոքրիկ ժեստեր անել։ Նրա կողքի սեղանիկին մի բաժակ նարնջի հյութ էր թողնում, կարծես դա իր պարտականությունների մաս լիներ։ Գաբրիելի գրքերն այնպես էր դասավորում, որ նրա ամենասիրելիներն ավելի հասանելի լինեին։ Մի առավոտ բազկաթոռի տակ գտավ փայտե մի փոքրիկ մեքենա, որն ակնհայտորեն մոռացվել էր այնտեղ։ Պարզապես խաղալիքների դարակը վերադարձնելու փոխարեն, Աննան այն զգուշորեն թողեց Գաբրիելի գրքերի կողքին, որպես լուր նվեր։ Գաբրիելը, իհարկե, նկատեց։ Վերցրեց մեքենան, երկար զննեց այն, պտտելով փոքրիկ ձեռքերում, փորձարկելով անիվները։ Հետո աչքերը բարձրացրեց դեպի Աննան, որը ձացնում էր, թե զբաղված է բազմոցի բարձերն ուղղելով։ Առաջին անգամ տղան արագ հայացքը չփախցրեց։ Նա կանգնած էր այնտեղ, մեքենան ձեռքին, նայելով այն աղջկան, որը հոգատարությամբ էր վերաբերվում իր իրերին, որը չէր անտեսում կամ ճնշում իրեն։ Եվ հետո դա տեղի ունեցավ, Գաբրիելը ժպտաց։ Դա փոքրիկ, ամաչկոտ ժպիտ էր, որը տեց ընդամենը մի քանի վայրկյան, նախքան նա կրկին ուշադրությունը կենտրոնացրեց խաղալիքի վրա։ Բայց դա իրական էր, անկեղծ, Աննան զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց կրծքում։ Բենիկը, սակայն, շատ չուշացավ նկատելու, որ ինչ-որ բան է կատարվում։ Երկրորդ հարկի սովորական ստուգման ժամանակ նա Աննային ու Գաբրիելին գտավ գրադարանում, մեկը գրքերն էր դասավորում, մյուսը հատակին նկարում։ Տեխնիկապես ոչ մի սխալ բան չկար, երկուսն էլ լուռ էին, յուրաքանչյուրն իր գործով էր զբաղված, բայց տնտեսվարը տեսավ մտերմությունը, այն, թե ինչպես էր Գաբրիելը հարմարավետ զգում նրա ներկայությունից։ Դա հենց այն էր, ինչ պարոն Թավադյանն արգելել էր։ Օրիորդ Սարգսյան, պետք է ձեզ հետ խոսեմ, ասաց Բենիկը, նրա կտրուկ ձայնը խախտեց գրադարանի լռությունը։ Աննան անմիջապես ոտքի կանգնեց, սիրտը բաբախում էր։ Գաբրիելը նույնպես վեր նայեց, նրա աչքերը լայն բացված էին անհանգստությունից։ Բենիկը ժեստ արեց, որ նա հետի իրեն, Աննան այլ ընտրություն չուներ, քան ենթարկվել, դուրս գալուց առաջ վերջին հայացքը գցելով տղայի վրա։ Միջանցքում Գաբրիելի ականջներից հեռու, որոնք մինույնը չէին լսի, Բենիկն անցավ գործի։ Ես ձեզ զգուշացրել էի տան կանոնների մասին։ Պարոն Թավադյանը չի ուզում, որ աշխատակիցները կապեր հաստատեն Գաբրիելի հետ։ Դա միայն խանգարում է այն գործընթացին, որին նա հետում է։ Ինչ գործընթացի, Աննան չկարողացավ զսպել հարցը, թե գիտեր, որ չպետք է հարցեր տար։ Բենիկը հոգոց հանեց, նրա արտահայտությունն էլ ավելի խստացավ։ Տղան գտնվում է խիստ բժշկական հսկողության տակ։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը տարիներ շարունակ հետում է նրա դեպքին ունի հատուկ մեթոդ։ Ցանկացած արտաքին միջամտություն կարող է վտանգել բուժումը։ Պարոն Թավադյանը շատ լավ է վճարում, որպեսզի մենք հետենք նրա ցուցումներին։ Առաջարկում եմ, որ դուք դա հիշեք, եթե ուզում եք պահպանել այս աշխատանքը։ Սպառնալիքը հստակ էր, Աննան աչքերը խոնարհեց, մրմնջալով մի ներողություն, որը չէր զգում։ Վերադարձավ իր գործերին, նախազգուշացման ծանրությունը ուսերին, բայց չէր կարողանում դադարել մտածել Գաբրիելի, այն ամաչկոտ ժպիտի, այն մասին, թե ինչպես էր նա ավելի քիչ միայնակ թվում, երբ ինքը մոտ էր։ Ինչպիսի՞։ Բժշկական բուժում էր պահանջում, որ երեխային մեկուսացնեն ցանկացած ջերմությունից։ Ինչպիսի՞։ Հայր էր հավատում, որ սերը խոչընդոտ է բուժմանը։
Այդ գիշեր, պառկած իր փոքրիկ սենյակում, առանձնատան հետնամասում, Աննան վերցրեց հեռախոսը, զանգահարեց մոր Նիչան։ Տիկին Կարինեն պատասխանեց երրորդ զանգին, ձայնը թույլ էր, բայց ուրախ լսելով դստերը։ Ինչպե՞ս են գործերդ այնտեղ, աղջիկս։ Լավ ես հարմարվում։ Աննան նայեց սենյակի սպիտակ ու անթերի առաստաղին, մերկ պատերին, պատուհանին, որը նայում էր բարձր պարսպին։ Տարբեր է, մամ։ Շատ տարբեր։ Տունը գեղեցիկ է, բայց մինույն ժամանակ այնքան դատարկ։ Այստեղ մի տղա կա, տանտիրոջ որդին, նա խուլը միշտ մենակ է։ Այնքան եմ խղճում, գիտես։ Խեղճ երեխա, մրմնջաց տիկին Կարինեն։ Բայց դու պետք է զգույշ լինես, Աննա։ Հարուստ մարդիկ իրենց սովորույթներն ունեն, իրենց կանոնները։ Խնդիրների մեջ չընկնես, հա։ Քեզ պետք է այդ աշխատանքը։ Գիտեմ, մամ։ Գիտեմ։ Աննան փակեց աչքերը, զգալով, թե ինչպես են արցունքները ճնշում։ Ինչպես ես։ Կարողացար վերցնել բժշկի նշանակած դեղերը։ Այո, կարողացա, փառք Աստծո քո ուղարկած փողի շնորհիվ։ Ավելի լավ եմ զգում, Աննա։ Դու ճիշտ բան ես անում։ Դիմացիր այնտեղ, աղջիկս։ Սա միայն մինչ վիրահատության համար գումար հավաքենք։ Զանգն ավարտելուց հետո Աննան երկար ժամանակ արթուն մնաց, մտածելով իր մոր մասին, որն իր կարիքն ուներ, աշխատանքի մասին, որը չէր կարող կորցնել, Գաբրիելի մասին, այն տղայի, որը սովորել էր ապրել, ոչինչ չսպասելով ոչ wokից։ Նա գիտեր, որ պետք է հետի կանոններին, հեռավորություն պահի, կենտրոնանա միայն իր աշխատանքը կատարելու վրա։ Բայց ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր այն ամաչկոտ ժպիտը, զգում, որ որոշ կանոններ գոյություն ունեն միայն հարցականի տակ դնելու համար։ Հաջորդ օրը Տիգրան Թավադյանն առաջին անգամ հանդիպեց Աննային։ Առավոտ էր, նա փաստաթղթերի թղթապանակը ձեռքին բարձրանում էր աստիճաններով, երբ տեսավ նրան դուրս գալիս գրադարանից։ Տիգրանը կանգ առավ, նրան զննելով նույն հաշվարկող հայացքով, որով գնահատում էր իր ընկերությունների աշխատակիցներին։ Աննան իրեն մերկ զգաց, կարծես նա կարող էր կարդալ իր մտքերը, բացահայտել այն փոքրիկ ջերմության ժեստերը, որոնք նա առաջարկում էր Գաբրիելին։ Դուք այստեղ նոր եք, ասաց նա ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Այո, պարոն։ Աննա Սարգսյան, ինչով կարող եմ օգնել։ Նա ձայնը պահեց հաստատուն, չնայած նյարդայնությանը։ Տիգրանը կարճ գլխով արեց։ Բենիկն ինձ պատմել է ձեր մասին։ Ասաց, որ նվիրված եք, ճշտապահ։ Այդպես էլ շարունակեք, մենք խնդիրներ չենք ունենա։ Նա պատրաստվում էր շարունակել բարձրանալ աստիճաններով, բայց կանգ առավ, նորից շրջվեց։ Եվ հեռու մնացեք իմ որդուց։ Նրան շեղումներ պետք չեն։ Բառերն ասվեցին սառնությամբ, կարծես Գաբրիելը գործարար նախագիծ լիներ, որը լիակատար կենտրոնացում էր պահանջում, ոչ թե երեխա, որն ուշադրության կարիք ուներ։ Աննան կուլ տվեց այն պատասխանը, որն ուզում էր տալ, պարզապես գլխով արեց, հետելով, թե ինչպես է Տիգրանը բարձրանում մնացած աստիճանները անհետանում միջանցքում։ Նա մի պահ կանգնած մնաց այնտեղ, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է հայրն այդքան կույր լինել սեփական որդու կարիքների նկատմամբ։ Բայց Աննա Սարգսյանը հեշտությամբ հանձնվողներից չէր։ Նա մեծացել էր համեստ ընտանիքում, որտեղ յուրաքանչյուր դրամ պետք է ձգվեր մինչ ամսվա վերջ, որտեղ ոչինչ տրված չէր, ամեն ինչ պետք է նվաճվեր քրտնաջան աշխատանքով։ Վաղ տարիքից սովորել էր, որ կյանքի լավագույն բաները փող չարժեն, սերը, ջերմությունը, ներկայությունը, դրանք հարստություններ էին, որոնք ոչ մի կարողություն չէր կարող գնել։ Եվ մինչ նա շարունակում էր իր գործերն առանձնատանը մաքրելով, դասավորելով, ամեն ինչ անթերի պահելով, նրա ներսում մի համոզմունք էր աճում, Գաբրիելն ավելին էր արժանի, քան այդ խեղդող լռությունը։ Արժանի էր, որ իրեն տեսնեին, լսեին միակ կարոր ձով, սրտով, ոչ թե ականջներով։ Շաբաթներն անցան, երան եկավ գարունը, բերելով ավելի երկար օրեր ծաղիկներ, որոնք բացվում էին առանձնատան այգիներում։ Աննան զգույշ առօրյա էր հաստատել, կատարելով իր բոլոր պարտականությունները կատարելությամբ, բայց գտնելով փոքրիկ բացթողումներ Գաբրիելի աշխարհում գոյություն ունենալու համար, առանց բացահայտորեն խախտելու կանոնները։ Գրադարանի պատուհանագոգին թողնված մի ծաղիկ, աստղի տեսքով կտրատված միրգ, պարզ նկար, արված կպչուն թղթի վրա զգուշորեն փակցված այն լոգարանի հայելուն, որը նա օգտագործում էր։ Դրանք նվազագույն, գրեթե անտեսանելի ժեստեր էին, բայց Գաբրիելը նկատում էր դրանցից յուրաքանչյուրը։ Եվ աստիճանաբար այն տղան, որը սովորել էր ոչինչ չսպասել, սկսեց սպասել այն փոքրիկ լուռ նվերներին, որոնք Աննան թողնում էր իր ճանապարհին։
Մի կեսօր, երբ Աննան մաքրում էր Գաբրիելի սենյակը այն ժամին, երբ նա դասի էր մասնավոր ուսուցչի հետ, մահճակալի տակ գտավ կոշիկի հին տուփ։ Հետաքրքրասիրությունից դրդված, բացեց այն, հայտնաբերեց հիշողությունների գանձ, Գաբրիելի մանկության հին լուսանկարներ մի կնոջ հետ, որը պետք է նրա մայրը լիներ, կինոյի տոմսեր, ծովային խեցիներ, ժամանակի ընթացքում դեղնած մանկական նկարներ։ Տուփի հատակին ծալված նամակ կար, գրված կանացի, նուրբ ձեռագրով։ Աննան զգուշորեն բռնեց նամակը, կարծես սուրբ բան լիներ։ Ձեռագիրը նուրբ էր, կանացի, բառերի յուրաքանչյուր կորության մեջ սիրով լեցուն։ Այն սկսվում էր «Իմ սիրելի Գաբրիել» բառերով շարունակվում, նկարագրելով մոր երազանքներն ու խոստումները որդուն։ Խոսվում էր այն օրվա մասին, երբ նա ծնվել էր, թե ինչպես էր այդ փոքրիկ երեխային գրկել անմիջապես իմացել, որ կսիրի նրան ավելի, քան սեփական կյանքը։ Նշվում էին ապագայի ծրագրեր, ուղղորություններ, որոնք միասին կանեին, պատմություններ, որոնք կպատմեր, երգեր, որոնք կերքեր, նույնիսկ իմանալով, որ նա դրանք չի լսի։ Նամակն ավարտվում էր մի նախադասությամբ, որը դաջվեց Աննայի մտքում. «Սերը ձայնի կարիք չունի, որդիս։ Այն զգացնել է տալիս բազմաթիվ այլ ձերով։ Ես միշտ քեզ հետ կլինեմ, նույնիսկ երբ չկարողանամ լինել»։ Աննայի ձեռքերը դողում էին, երբ նամակը հետ դրեց տուփի մեջ, վերադարձրեց իր տեղը, մահճակալի տակ։ Նա չէր համարձակվել հարցնել Գաբրիելի մոր մասին, առանձնատանը ոչ ոք չէր խոսում նրա մասին, կարծես դա մեկ արգելված թեմա լիներ չասված կանոնների անվերջ ցուցակում։ Բայց այդ նամակը կարևոր բան էր բացահայտում։ Եղել է ժամանակ, երբ այդ տանը սեր է ապրել, երբ Գաբրիելը շրջապատված է եղել անկեղծ ջերմությամբ։ Ինչ էր պատահել, որ ամեն ինչ վերածվել էր այդ լռության դամբարանի։ Աննան ավարտեց սենյակի մաքրությունը ծանր սրտով, մտածելով այն կնոջ մասին, որն այդքան գեղեցիկ բառեր էր գրել, պատկերացնելով, թե որտեղ կլիներ նա հիմա, արդյոք գիտեր, թե ինչպես է ապրում իր որդին։ Երբ իջավ առաջին հարկ, մաքրող պարագաներ բերելու, միջանցքում քիչ մնաց բախվեր բժիշկ Հենրիկ Վարդանյանին։ Ընտանիքի բժիշկը 50 անց, անթերի արտաքինով մի մարդ էր, հետ սանրված ջերմակ մազերով, թանկարժեք շրջանակով, ակնոցով։ Նա կրում էր սկաշվե պայուսակ հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ, ձայնը ցածր էր, բայց հեղինակությամբ լի։ Ոչ, կանոնակարգում փոփոխություններ լինել չեն կարող, ասում էր նա հեռախոսով, անցնելով Աննայի կողքով, կարծես նա անտեսանելի լիներ։ Մենք արդեն քննարկել ենք դա։ Բուժումը պետք է շարունակվի ճիշտ այնպես, ինչպես պլանավորված է։ Ցանկացած փոփոխություն կարող է վտանգել տարիների առաջընթացը։ Նա անհետացավ Տիգրանի աշխատասենյակի ուղղությամբ, Աննան կանգնած մնաց այնտեղ, մտածելով այդ բառերի մասին։ Ինչպիսի՞։ Բուժում էր այդքան խիստ, որ չէր կարելի փոխել։ Եվ ինչու՞ նա տպավորություն ուներ, որ այդ բժիշկը Գաբրիելի մասին խոսում էր որպես փորձարկման, ոչ թե հիվանդի։ Երեկոյան, լուռ ընթրիքի ժամանակ, որն աշխատակիցներն անում էին խոհանոցում, Աննան փորձեց ավելի շատ տեղեկություններ պարզել։ Նստեց Մարիամի կողքին, տան ամենահին սպասուհիներից մեկի, 40 անց մի կնոջ, որն այնտեղ աշխատում էր դեռ Գաբրիելի ծնվելուց առաջ։ Մարիամ, սկսեց Աննան անփութորեն, ափսեի մեջ խառնելով հնդկաձավարով փլավը, կարող եմ մի հարց տալ։ Մարիամը շուրջը նայեց պատասխանելուց առաջ, ստուգելով, թե արդյոք պարոն Բենիկը մոտակայքում չէ։ Կախված է հարցից։ Գաբրիելի մայրը, ինչ է պատահել նրան։ Մարիամի դեմքն անմիջապես փակվեց։ Աննա, դա մի թեմա է, որին մենք չենք դիպչում։ Լուրջ եմ ասում։ Եթե Բենիկը լսի, որ դու դա ես հարցնում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, պնդեց Աննան ցածր ձայնով։ Ինչպես կարող է երեխան այսպես ապրել, այդքան մենակ։ Դա նորմալ չէ։ Մարիամը հոգոց հանեց, պատառաքաղը դրեց ափսեի մեջ, ուղիղ նայեց Աննային։ Լսիր, ես քեզ կասեմ միայն այն պատճառով, որ դու լավ մարդ ես թվում, չեմ ուզում, որ հետաքրքրասիրության պատճառով խնդիրների մեջ ընկնես։ Տիկին Մարինան, Գաբրիելի մայրը, տղայի ծնվելուց անմիջապես հետո բարդություններ ունեցավ։ Մի քանի ամիս հիվանդանոցում անցկացրեց, բայց չդիմացավ։ Պարոն Թավադյանը երբեք լիովին չապաքինվեց կորստից։ Երբ իմացավ, որ Գաբրիելը խուլ է ծնվել, կարծես ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Դարձավ այն մարդը, որին դու ճանաչում ես, տարված բուժում գտնելու մոլուցքով, կարծես դա կջնջեր այն ամենը, ինչ պատահել էր։ Աննան սրտում սեղմում զգաց։ Նա կարծում է, որ եթե Գաբրիելը լսի, կինը հետ կգա։ Չգիտեմ, թե նա ինչ է կարծում, ասաց Մարիամը, վերադառնալով ուտելուն։ Միայն գիտեմ, որ նրա այս խնդիրների հետ գործ ունենալու, միայն ավելի է տանջում տղային։
Բայց դա մեր գործը չէ, Աննա։ Մենք այստեղ աշխատում ենք, ամսվա վերջին ստանում ենք մեր աշխատավարձը գնում տուն։ Մենք չենք կարող փոխել, թե ինչպես են հարուստ մարդիկ մեծացնում իրենց երեխաներին։ Բայց Աննան չէր կարողանում ընդունել այդ հաշտվողականությունը։ Այդ գիշեր, պառկած իր մահճակալին, նա մտածում էր Գաբրիելի մասին, մենակ այն հսկայական սենյակում, քնած շրջապատված թանկարժեք խաղալիքներով, բայց առանց որևէ մեկի, ում հետ խաղար, շրջապատված գրքերով, բայց առանց որևէ մեկի, ում հետ կիսվեր պատմություններով։ Մտածում էր այն նամակի մասին, որը նրա մայրն էր գրել, սիրո ներկայության խոստումների մասին, որոնք գողացել էր մահը։ Եվ նա որոշում կայացրեց։ Այն սահմաններում, ինչ կարող էր անել, կանոնների բացթողումների շրջանակներում, նա կփորձեր Գաբրիելին տալ այն ջերմության մի մասը, որին նա արժանի էր։ Հաջորդ օրերը նուրբ, բայց նկատելի փոփոխություն բերեցին Աննայի Գաբրիելի դինամիկայում։ Տղան սկսեց ավելի բացահայտ փնտրել նրան, ոչ միայն մնալով նույն միջավայրում, այլ զգուշորեն հետելով նրան սենյակներով, մինչ նա աշխատում էր։ Աննան նկատում էր, երբ նա հայտնվում էր, զգում էր այդ լուռ ներկայությունը իր հետում, բայց ոչինչ չէր ասում, պարզապես շարունակում էր իր գործերը, թույլ տալով, որ նա մոտ լինի։ Երբեմն Գաբրիելն օգնում էր, մեկնելով այն իրերը, որոնք նրան պետք էին, պահելով լվացքի զամբյուղը, մինչ նա ծալում էր սրբիչները։ Դրանք պարզ, առանց բառերի փոխազդեցություններ էին, բայց իմաստով լի։ Մի առավոտ, երբ Աննան փոխում էր միջանցքի ծաղկամանների ջուրը, Գաբրիելը հայտնվեց, ձեռքին պահելով փոքրիկ տետր ու մատիտ։ Նա բացեց տետրը մաքուր էջի վրա մանկական, բայց խնամված ձեռագրով գրեց. «Դու սիրում ես ծաղիկներ»։ Աննան զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Դա առաջին անգամն էր, որ Գաբրիելը փորձում էր ուղղակիորեն շփվել նրա հետ գրավոր խոսքի միջոցով։ Արագ շուրջը նայեց, ստուգելով, թե արդյոք մոտակայքում մարդ չկա, նախքան վերցնելը նրա առաջարկած մատիտը։ «Պաշտում եմ», գրեց նա։ «Իմ քաղաքում բոլորը ծաղիկներով այգի ունեն»։ Գաբրիելը կարդաց, նրա աչքերը փայլեցին։ Հետ գրեց. «Ինչպիսին է քո քաղաքը»։ Եվ այսպես սկսվեց լուռ խոսակցություն նրանց երկուսի մեջ, տետրում խզբզված բառերի միջոցով։ Աննան պատմեց իջանի մասին, հանգիստ փողոցների մասին, որտեղ բոլորը միմյանց ճանաչում էին, քաղաքը կիսող գետի մասին, տատիկի տան կիրակնօրյա խորովածների մասին, որտեղ հավաքվում էր ողջ ընտանիքը։ Պատմեց իր մոր մասին, թե որքան ուժեղ ու խիզախ էր նա, չնայած հիվանդությանը։ Գաբրիելը լսում էր, ավելի ճիշտ, կարդում էր ամեն ինչ ուշադիր, հարցեր տալով, ցանկանալով ավելին իմանալ այն աշխարհի մասին, որն այդքան տարբեր էր իրենից։ «Դու այնտեղ ընկերներ ունես», գրեց նա մի պահ։ Աննան վարանեց պատասխանելուց առաջ։ «Ունեմ»։ «Իսկ դու այստեղ ընկերներ ունես»։ Գաբրիելը բացասական գլխով արեց, Աննան տեսավ, թե ինչպես է տխրությունը սահում նրա դեմքով։ Նա դանդաղ գրեց, կարծես յուրաքանչյուր բառ ծանրություն ունենար։ «Հայրիկս կարծում է, որ ընկերներս կխանգարեն բուժմանս»։ «Ինչ բուժում է դա»։ Աննան չկարողացավ զսպել հարցը։ Գաբրիելը ուսերը թոթվեց։ «Բժիշկ Հենրիկն ասում է, որ մի օր ես կլսեմ։ Բայց ես չգիտեմ, արդյոք դեռ ուզում եմ»։ Բացահայտումը ցնցեց Աննային։ Նա արագ վերցրեց մատիտը։ «Ինչու՞ ոչ։ Որովհետև այդ ժամանակ բոլորը կսպասեն, որ ես նորմալ լինեմ։ Իսկ եթե չկարողանամ լինել»։ Մանկական ձեռագրով գրված բառերը հսկայական ծանրություն էին կրում։ Աննան ցանկություն ունեցավ գրկել այդ տղային, ասել, որ նա արդեն կատարյալ է այնպիսին, ինչպիսին կա, որ նա պետք չէ փոխվի, որպեսզի սիրվի։ Բայց գիտեր, որ չի կարող դա անել ոչ այնտեղ, ոչ տան կանոնների աշխատանքը կորցնելու ռիսկի պայմաններում։ Այսպիսով, արեց այն, ինչ կարող էր։ Գրեց ամբողջ անկեղծությամբ, որը զգում էր։ «Դու արդեն նորմալ ես, Գաբրիել։ Խուլ լինելը քեզ ոչ ոքից պակաս չի դարձնում։ Պարզապես քեզ տարբեր է դարձնում։ Իսկ տարբեր լինելը լավ է»։ Գաբրիելը երկար նայեց այդ բառերին, մատը սահեցնելով դրանց վրայով, կարծես կարող էր դրանց իմաստը ներծծել մաշկի միջոցով։ Հետո երկրորդ անգամ, երբ Աննան նրան ճանաչում էր, նա ժպտաց։ Բայց այս անգամ դա ավելի մեծ, ավելի անկեղծ ժպիտ էր, այնպիսի ժպիտ, որը երեխան պետք է ամեն օր տար։ Աննան այդ պատկերը պահեց իր սրտում, իմանալով, որ ինչ էլ պատահի, արժեր ռիսկի դիմել միայն այդ ժպիտը տեսնելու համար։ Այդ օրվանից քիչ անց Աննան սկսեց անհանգստացնող փոփոխություններ նկատել Գաբրիելի մոտ։ Տղան, որն արդեն իսկ բնականից լուռ էր, էլ ավելի ինքնամփոփ դարձավ։
Թվում էր, թե անընդհատ հոգնած է, աչքերի տակ մուգ շրջանակներով։ Աննան նկատեց, որ նա շատ ժամանակ էր անցկացնում, շփելով գլխի կողային մասը, հատկապես աջ ականջի մոտ, երբեմն անհարմարության դիմախաղեր էր անում, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում։ Իր մասնավոր ուսուցչի հետ դասերի ժամանակ Գաբրիելը դժվարանում էր կենտրոնանալ, անհանգիստ ու դյուրագրգիռ էր դառնում այնպես, ինչպես իրեն բնորոշ չէր։ Աննան փորձեց իր անհանգստությունների մասին խոսել Մարիամի հետ, բայց մյուս սպասուհին միայն ասաց, որ Գաբրիելը միշտ էլ վատ օրեր է ունեցել, որ դա նրա վիճակի մաս է։ Պարոն Թավադյանն ու բժիշկ Հենրիկը գիտեն, թե ինչ են անում, Աննա։ Մի խառնվիր։ Բայց Աննան չէր կարողանում անտեսել այն, ինչ տեսնում էր։ Մի կեսօր, երբ դասավորում էր գրադարանը, նա նկատեց, թե ինչպես է Գաբրիելը փորձում կարդալ իր սիրելի գրքերից մեկը։ Տղան արագ-արագ թերթում էր էջերը, իրականում չնայելով դրանց, մի ձեռքով գլուխը բռնած։ Աննան դանդաղ մոտեցավ նրբորեն դիպավ նրա ուսին։ Գաբրիելը վախեցած շրջվեց, նա տեսավ արցունքներ նրա աչքերի անկյուններում։ Առանց հետանքների մասին մտածելու, Աննան ծնկի իջավ նրա դիմաց վերցրեց այն տետրը, որն այժմ միշտ իր հետ էր կրում։ Ինչն է ցավում, գրեց նա։ Գաբրիելը վարանեց, դեմքը ծամածրված էր պատմելու ցանկության խոստովանելու վախի մեջ։ Վերջապես դողացող ձեռքերով վերցրեց մատիտը։ Գլուխս է ցավում։ Շատ։ Արդեն մի քանի օր է։ Հորդ ասել ես։ Նա բժիշկ Հենրիկին կկանչի։ Իսկ ես չեմ ուզում տեսնել բժիշկ Հենրիկին։ Այն ձև, որով Գաբրիելը գրեց այդ անունը, շտապողական ու լարված տառերով, խորը վախ էր բացահայտում։ Աննան զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր ողնաշարով։ Ինչու ոչ։ Գաբրիելը չպատասխանեց, պարզապես հայացքը փախցրեց փակեց տետրը։ Աննան չպնդեց, բայց այդ արձագանքը դաջվեց նրա մտքում։ Ինչպիսի։ Բժիշկ էր վախ առաջացնում հիվանդի մոտ, հարմարավետության փոխարեն։ Նա գիտեր, որ պետք է ինչ-որ բան անի, բայց չգիտեր ինչ։ Եթե խոսեր Տիգրանի հետ, հավանաբար կազատվեր աշխատանքից Գաբրիելի հետ հրամաններին հակառակ շփվելու համար։ Եթե լուռ մնար, տղան կշարունակեր տառապել։ Այդ գիշեր Աննան չկարողացավ քնել։ Պառկած նայում էր առաստաղին, մտածելով Գաբրիելի, նրա գրած բառերի, նրա աչքերում երացող վախի մասին։ Հիշեց իր կրտսեր եղբորը Դավիթին, որը մահացել էր 7 տարեկանում մի վարակից, որը սկսվել էր որպես սովորական ականջի ցավ։ Ծնողները ուշացրել էին պատշաճ օգնություն փնտրելը, կարծելով, թե ինքն իրեն կանցնի, երբ վերջապես տղային հիվանդանոց տարան, արդեն ուշ էր։ Եղբորը կորցնելու ցավը դեռ թարմ էր Աննայի մեջ, նույնիսկ 15 տարի անց։ Նա չէր պատրաստվում անգործ նստել, եթե հնարավորություն կար, որ Գաբրիելը նմանատիպ բանի միջով էր անցնում։ Հաջորդ առավոտ Աննան որոշում կայացրեց։ Ճաշի ժամին, երբ աշխատակիցների մեծ մասը խոհանոցում էր, նա զգուշորեն դուրս եկավ առանձնատնից գնաց մոտակա դեղատուն։ Ճշգրիտ չգիտեր, թե ինչ է փնտրում, բայց խոսեց դեղագործի հետ, նկարագրելով Գաբրիելի ախտանիշները, առանց նշելու նրա անունը կամ այն փաստը, որ նա խուլ է։ Տղամարդը հաստ ակնոցով մի տարեց պարոն, ուշադիր լսեց։ Շատ բան կարող է լինել, ասաց նա, քորելով կզակը։ Համառ գլխացավ, անհարմարություն ականջի շրջանում, դյուրագրգռություն։ Կարող է լինել ինչպես սովորական միգրեն, այնպես էլ ավելի լուրջ բան, օրինակ, ճիշտ չբուժված վարակ։ Երեխան բժշկի հսկողության տակ է։ Այո, պատասխանեց Աննան, բայց ես երկրորդ կարծիք էի ուզում։ Դեղագործը հասկացողությամբ գլխով արեց։ Տեսեք, առանց զննելու շատ բան չեմ կարող ասել։ Բայց եթե ցավը համառ է վատանում է, չպետք է անտեսել։ Հատկապես երեխաների մոտ։ Նրանց մարմինը զգուշացնում է, երբ ինչ-որ բան այն չէ։ Աննան շնորհակալություն հայտնեց, վերադարձավ առանձնատուն էլ ավելի ծանր սրտով։ Գիտեր, որ պետք է խոսի ինչ-որ մեկի հետ, բայց ո՞մ։ Տիգրանը հավանաբար անմիջապես կազատեր նրան աշխատանքից, իր գործերին չխառնվելու համար։ Պարոն Բենիկը կուրորեն հետում էր տանտիրոջ հրամաններին։ Մարիամն ու մյուս աշխատակիցները նախընտրում էին չխառնվել։ Մնում էր միայն մեկ տարբերակ, որքան էլ ռիսկային լիներ։ Այդ կեսօր, երբ իմացավ, որ բժիշկ Հենրիկը գալու է Գաբրիելի հերթական այցելություններից մեկի համար, Աննան պլանավորեց մոտակայքում լինել։ Մաքրում էր այն սենյակի մոտակա միջանցքը, որտեղ տեղի էին ունենում այցելությունները, դանդաղ շարժվելով, ուշադրություն դարձնելով ներսից եկող ձայներին։ Լսում էր բժիշկ Հենրիկի խորը ձայնը, բայց չէր կարողանում տարբերել բառերը։
Մոտ 40 րոպե անց դուռը բացվեց, բժիշկը դուրս եկավ, Տիգրանի ուղեկցությամբ։ Բոլոր անալիզները նորմալ են, ասում էր բժիշկ Հենրիկը, ուղղելով թղթերն իր պայուսակում։ Ինչպես միշտ, ոչ մի նշանակալի փոփոխություն։ Շարունակեք իմ նշանակած դեղորայքը։ Իսկ կոխլեար իմպլանտի հնարավորությունը, որը քննարկում էինք, հարցրեց Տիգրանը, ձայնը լի անհամբեր հույսով։ Դեռս հարմար պահը չէ, պատասխանեց բժիշկը հաստատակամորեն։ Մենք պետք է հետենք կանոնակարգին։ Ցանկացած վաղաժամ միջամտություն կարող է վտանգել ողջ գործընթացը։ Վստահիր ինձ, Տիգրան։ Մենք տարիներ շարունակ միասին ենք աշխատում։ Ես գիտեմ, թե ինչն է լավագույնը Գաբրիելի համար։ Երկուսը հրաժեշտ տվեցին, բժիշկ Հենրիկը իջավ աստիճաններով դեպի ելքը։ Աննան, գործելով իմպուլսիվ, արագ հետեց նրան։ Հասավ նրան արդեն նախասրահում, կանչելով ցածր, բայց հրատապ ձայնով. Բժիշկ Հենրիկ, ներողություն։ Բժիշկը կանգ առավ, շրջվեց, զարմացած։ Նայեց Աննային մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր հետաքրքրասիրության զայրույթի։ Այո։ Ինչ-որ բան է պետք։ Աննան խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Գաբրիելի մասին է, պարոն։ Ես այստեղ եմ աշխատում, նկատել եմ, որ նա լավ չէ։ Նա բողոքում է ուժեղ գլխացավերից, անընդհատ շփում է աջ ականջը, հոգնած է դյուրագրգիռ։ Գիտեմ, որ իմ տեղը չէ խոսելը, բայց անհանգստացած եմ։ Բժիշկ Հենրիկի դեմքը խստացավ։ Դուք այստեղ ինչ եք աշխատում, ճշգրիտ։ Սպասուհի եմ, պարոն։ Տան մաքրությունն ու կարգուկանոնն եմ անում։ Հասկանալի է։ Բժիշկը ձեռքերը խաչեց։ Իսկ երբ վանից են սպասուհիները բժշկական կրթություն ունենում, ախտորոշումներ անելու համար։ Նրա ձայնի մեջ եղած արամարանքը եռացրեց Աննայի արյունը, բայց նա պահպանեց ինքնատիրապետումը։ Ես բժշկական կրթություն չունեմ, պարոն։ Բայց աչքեր ունեմ։ Եվ տեսնում եմ, որ այդ տղան տառապում է։ Գաբրիելը տարիներ շարունակ իմ հսկողության տակ է, ասաց բժիշկ Հենրիկը, ձայնը ցածր, բայց սպառնալից։ Ես գիտեմ նրա վիճակի յուրաքանչյուր ասպեկտ։ Այն, ինչ դուք տառապանք եք անվանում, բուժման բնական մասն է։ Առաջարկում եմ, որ վերադառնաք ձեր պարտականություններին, բժշկական հարցերը թողնեք նրանց, ովքեր հասկանում են այդ հարցերից։ Նա շրջվեց դուրս գալու, բայց Աննան չկարողացավ լուռ մնալ։ Իսկ եթե լուրջ բան է։ Իսկ եթե նրան հիմա օգնություն է պետք։ Բժիշկ Հենրիկը կանգ առավ, ձեռքը դրան բռնակի վրա։ Մի պահ Աննան մտածեց, որ նա զայրույթով կպատասխանի։ Բայց երբ նա նորից շրջվեց, դեմքը հանգիստ էր, գրեթե բարեկամական, մի ձով, որն էլ ավելի անհանգստացնող էր։ Լավ լսեք, օրիորդ, ասաց բժիշկ Հենրիկը զուսպ ձայնով, Գաբրիելն ունի բարդ վիճակ, որը պահանջում է տարիների մասնագիտացված հսկողություն։ Ցանկացած անհարկի տագնապ միայն վնասում է բուժման ընթացքին, անտեղի սթրես է պատճառում ընտանիքին։ Եթե դուք իսկապես մտահոգված եք տղայի բարեկեցությամբ, մնացեք ձեր պարտականությունների շրջանակում, թույլ տվեք մասնագետներին անել իրենց գործը։ Պարզ է։ Աննան մեխանիկորեն գլխով արեց, բայց մինչ հետում էր, թե ինչպես է բժիշկը դուրս գալիս գլխավոր դռնով նստում իր ներգրված մեքենան, նրա ներսում մի համոզմունք էր աճում։ Այստեղ ինչ-որ բան խորապես սխալ էր։ Այն ձև, որով նա անտեսեց իր անհանգստությունները, առանց նույնիսկ քննարկելու հետաքննելու հնարավորությունը, այն ձև, որով խոսում էր Գաբրիելի մասին, կարծես նա կլինիկական դեպք լիներ, ոչ թե տառապող երեխա։ Ինչ-որ բան չէր համընկնում։ Այդ գիշեր Աննան չկարողացավ թեման հանել մտքից։ Երբ բոլոր աշխատակիցները քնել էին, առանձնատունը սուզվել էր գիշերային լռության մեջ, նա արթուն մնաց իր սենյակում, մտածելով։ Հիշեց իր եղբորը, Դավիթին, թե ինչպես էին մեծահասակներն անտեսել նշանները, մինչ որ շատ ուշ եղավ։ Հիշեց Գաբրիելի մոր նամակը, նրան պաշտպանելու խոստումները։ Եվ կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Վաղ առավոտյան Աննան զգուշորեն դուրս եկավ իր սենյակից, բարձրացավ երկրորդ հարկ։ Գիտեր, որ դա կանոնների լուրջ խախտում է, որ եթե բռնվեր, կարող էր ազատվել աշխատանքից կամ ավելի վատ, բայց վախից ավելի մեծ մի բան էր նրան մղում։ Պետք է տեսներ Գաբրիելին, պետք է համոզվեր, որ նա լավ է։ Քայլում էր միջանցքներով, որոնք լուսավորված էին միայն բարձր պատուհաններից ներս թափանցող լուսնի լույսով, նրա ոտաբոբիկ ոտքերը աղմուկ չէին հանում սառը հատակի վրա։ Գաբրիելի սենյակի դուռը կիսաբաց էր, ինչպես միշտ լինում էր Տիգրանի հրամանով, որպեսզի կարողանային գիշերը ստուգել տղային, առանց նրան արթնացնելու։
Աննան զգուշորեն հրեց այն ներս մտավ, սիրտը բաբախում էր։ Գաբրիելը քնած էր իր հսկայական մահճակալում, չափազանց փոքր այդ հսկա կահույքի համար, ծածկված եգիպտական բամբակյա սավաններով։ Լուսնի լույսն արծաթագույն նախշեր էր գծում նրա դեմքին, Աննան կարողացավ հստակ տեսնել խորը ստվերներն աչքերի տակ, ճակատը կնճռոտված նույնիսկ քնի մեջ, կարծես նույնիսկ երազներում հանգիստ չէր գտնում։ Աննան դանդաղ մոտեցավ, հետելով տղայի անկանոն շնչառությանը։ Հենց այդ ժամանակ նա նկատեց մի բան, որը ստիպեց նրան սառչել։ Գաբրիելը գլուխը շարժում էր այս ու այն կողմ, անհանգիստ, նրա աջ ձեռքը անընդհատ բարձրանում էր դեպի ականջը, շփելով այն նույնիսկ քնած ժամանակ։ Ժեստը հարկադրական էր, ավտոմատ, կարծես մարմինը փորձում էր թեթացնել մի բան, որը միտքը չէր կարողանում գիտակցաբար մշակել։ Աննան ծնկի իջավ մահճակալի կողքին, ավելի մոտենալով, հենց այդ ժամանակ տեսավ Գաբրիելի աջ ականջի լսողական անցուղում, մասամբ տեսանելի այն դիրքից, որով նա քնած էր, ինչ-որ բան կար։ Սկզբում Աննան մտածեց, որ դա պարզապես ստվեր է, թույլ լույսի էֆեկտ։ Բայց որքան շատ էր նայում, այնքան ավելի էր համոզվում։ Այնտեղ մուգ զանգված կար, մի բան, որը չպետք է լիներ։ Այն բավականաչափ մեծ չէր, որպեսզի հեռվից տեսանելի լիներ, բայց մոտիկից լուսնի լույսի այդ հատուկ անկյան տակ ընկնելով անհնար էր չտեսնել։ Աննայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա բացատրում էր ամեն ինչ, ցավը, դյուրագրգռությունը, մշտական անհարմարությունը։ Գաբրիելի ականջում ինչ-որ բան կար, վարակ, խցանում, մի բան, որը տառապանք էր պատճառում, որը բժիշկ Հենրիկը կամ չէր տեսել, կամ ընտրել էր անտեսել։ Աննան սենյակից դուրս եկավ նույնքան լուռ, որքան մտել էր, բայց միտքը եռում էր։ Պետք է ինչ-որ բան աներ, բայց ինչ։ Եթե պատմեր Տիգրանին, նա կկանչեր բժիշկ Հենրիկին, բժիշկը պարզապես կրկին կանտեսեր նրա դիտարկումները, գուցե նույնիսկ կմեղադրեր նրան բաներ հորինելու մեջ։ Եթե լուռ մնար, Գաբրիելը կշարունակեր տառապել, ինչ էլ որ լիներ նրա ականջում, կարող էր վատանալ։ Մտածեց մորը զանգելու, խորհուրդ հարցնելու մասին, բայց տիկին Կարինեն, որքան էլ իմաստուն լիներ, պատասխան չէր ունենա այսքան բարդ իրավիճակի համար։ Վերադառնալով իր սենյակ, Աննան վերցրեց բջջային հեռախոսը, սկսեց որոնումներ կատարել։ Ժամեր շարունակ կարդում էր ականջի վարակների, լսողական անցուղու խցանումների, խուլ երեխաների մոտ բարդությունների մասին։ Որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր աճում նրա անհանգստությունը։ Չբուժված վարակները կարող էին հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում տարածվելով այլ հատվածներ։ Խցանումները կարող էին մշտական վնաս պատճառել, եթե ճիշտ չհեռացվեին։ Եվ ամենավատը, խուլ երեխաների մոտ այս խնդիրները հաճախ անտեսվում էին, քանի որ ավանդական ախտանիշները, ինչպիսիք են լսողության կորուստը կամ ականջներում աղմուկը, կիրառելի չէին։ Երբ արը սկսեց ծագել, Երանի երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Աննան որոշում կայացրեց։ Չէր կարող սպասել թույլտվությունների, չէր կարող վստահել այն համակարգին, որն ակնհայտորեն ձախողում էր Գաբրիելի հարցում։ Պետք է գործեր միայնակ, նույնիսկ իմանալով ռիսկերի մասին։ Հիշեց իր տատիկին, Նունե տատիկին, որը մանկաբարձ բուժող էր եղել այն գյուղում, որտեղ ծնվել էր, հայտնի էր նրանով, որ բուժում էր ամեն տեսակի խնդիրներ տնական դեղամիջոցներով, ավանդական տեխնիկայով։ Աննան մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է տատիկը մաքրում վերքեր, բուժում պարզ վարակներ, հեռացնում փշեր ու տաշեղներ ամուր ձեռքերով սերնդեսերունդ փոխանցված գիտելիքներով։ Օրվա ընթացքում Աննան սովորականի պես կատարում էր իր գործերը, բայց միտքն աշխատում էր պլանի վրա։ Նրան պետք էին հիմնական պարագաներ, փոքր մանրէազերծված ունելի, տաք յուղ, ցանկացած խցանում փափկացնելու համար, համապատասխան լույս ավելի լավ տեսնելու համար, ամենակարևորը, բացարձակ գաղտնիություն։ Գիտեր, որ այն, ինչ պլանավորում էր անել, ռիսկային էր, որ կարող էր հազար ձով սխալ ընթանալ, բայց այլընտրանքը Գաբրիելին թողնելն էր, շարունակելու տառապել, մինչ անփույթ բժիշկը ձացնում էր, թե ամեն ինչ կարգին է։ Կեսօրին, երբ Գաբրիելը ժեստերի լեզվի դասի էր մասնավոր ուսուցչի հետ, Աննանს մեկ անգամ զգուշորեն դուրս եկավ առանձնատնից։ Գնաց մեկ այլ դեղատուն, ավելի հեռավոր թաղամասում, որտեղ ոչ ոք իրեն չէր ճանաչի։ Գնեց սպիրտ, բամբակ, փոքր մետաղական ունելի դեղագործից հարցրեց ականջները մաքրելու տեխնիկայի մասին։ Տղամարդը, կարծելով, թե նա իր մասին է հարցնում, տվեց հիմնական ցուցումներ անվտանգության ինչից խուսափելու մասին։ Աննան յուրացրեց յուրաքանչյուր բառ, անգիր անելով յուրաքանչյուր մանրուք։ Վերադարձավ առանձնատուն, պարագաները պայուսակում թաքցրած, սիրտը ծանրացած այն բանի մեծությունից, ինչ պլանավորում էր անել։ Օրվա մնացած մասն անցկացրեց, հնարավորության դեպքում հետելով Գաբրիելին։
Տղան տեսանելիորեն ավելի վատ էր, ընթրիքի ժամանակ հազիվ էր դիպչում ուտելիքին, ձեռքերը թեթակի դողում էին։ Աննան տեսավ, թե ինչպես է Տիգրանը մի քանի վայրկյան անհանգստությամբ նայում որդուն, նախքան ուշադրությունը կրկին կենտրոնացնելը սեղանի վրա կարդացվող փաստաթղթերի վրա։ Տղամարդը տեսնում էր, բայց իրականում չէր տեսնում։ Նայում էր, բայց չէր նկատում։ Կարծես անտեսանելի պատը նրան բաժանում էր որդուց, վախից, մեղքից, վերահսկողության պատրանքից կառուցված պատ։ Գիշերը Աննան սպասեց, մինչ համոզվեց, որ բոլորը քնած են։ Ստուգեց անվտանգության պարեկության ժամանակացույցը, անգիր արեց տանը շարժման օրինաչափությունները։ Գիշերվա ժամը 2-ի սահմաններում, երբ առանձնատունն իր ամենախորը լռության մեջ էր, նա հավաքեց իր պարագաները, նորից բարձրացավ Գաբրիելի սենյակ։ Տղան անհանգիստ էր քնում, դեմքը ծամածրված անհարմարության արտահայտությամբ, նույնիսկ անգիտակից վիճակում։ Աննան բերած ամեն ինչ դրեց գիշերասեղանի վրա, ունելին մանրեազերծելով սպիրտով, պատրաստելով բամբակ ռազմավարական դիրքով տեղադրված գիշերային լամպի լուսավորությունը։ Մոտեցավ մահճակալին, նրբորեն դիպավ Գաբրիելի ուսին։ Տղան վախեցած արթնացավ, աչքերը լայն բացված մթության մեջ։ Երբ տեսավ, որ Աննան է, մի փոքր հանգստացավ, բայց շփոթմունքն ակնհայտ էր նրա դեմքին։ Աննան վերցրեց այն տետրը, որն այժմ միշտ իր հետ էր կրում, արագ գրեց, ձեռքերը մի փոքր դողում էին։ Ես գիտեմ, որ ցավ ունես։ Քո ականջում ինչ-որ բան տեսա։ Կարող եմ փորձել օգնել, բայց դու պետք է վստահես ինձ, շատ հանգիստ մնաս։ Վստահում ես։ Գաբրիելը կարդաց բառերը գիշերային լամպի թույլ լույսի տակ։ Երկար պահ նա պարզապես նայում էր Աննային, նրա մուգ ու խորը աչքերը կարծես տեսնում էին նրա միջով, գնահատում։ Որոշում։ Հետո, դանդաղ, գլխով արեց։ Այդ պարզ ժեստի վստահությունը քիչ մնաց կոտրեր Աննայի սիրտը։ Այդ տղան, որն ուներ բոլոր պատճառները ոչ ոքի չվստահելու, իր հավատը դնում էր նրա վրա։ Աննան Գաբրիելին այնպես դրեց, որ գիշերային լամպի լույսը լուսավորի նրա աջ ականջը։ Ձեռքերով, որոնք փորձում էր ամուր պահել, չնայած նյարդայնությանը, նա նայեց լսողական անցուղու մեջ։ Այժմ, ուղիղ համապատասխան լույսի տակ, նա կարողացավ հստակ տեսնել։ Այնտեղ մուգ զանգված կար, որը կարծես կազմված էր չորացած ծծմբաղցանից, խառնված ինչ-որ այլ բանի հետ, գուցե երբեք լիովին չբուժված հին վարակի մնացորդներ։ Դա պարզապես խցանում չէր, դա կուտակում էր, որը պետք է երկար ժամանակ այնտեղ լիներ, սեղմված կարծրացած, մշտական ճնշում ցավ պատճառելով։ Սա մի փոքր անհարմար կլինի, գրեց Աննան, բայց ես շատ զգույշ կլինեմ։ Եթե շատ ցավի, ասա ինձ։ Լավ։ Գաբրիելը նորից գլխով արեց, ամուր փակելով աչքերը, պատրաստվելով։ Աննան մի քանի կաթիլ տաք յուղ կաթեցրեց նրա ականջին, սպասելով, որ խցանումը փափկի։ Հետո, մանրեազերծված ունելիով չափազանց զգույշ շարժումներով, սկսեց աշխատել։ Դա դանդաղ նուրբ գործընթաց էր, հեռացնելով փոքր կտորներ մեկ առ մեկ, մաքրելով ունելին յուրաքանչյուր շարժումից հետո։ Գաբրիելը ժամանակ առ ժամանակ լարում էր մարմինը, բայց զարմանալիորեն հանգիստ էր մնում, լիովին վստահելով նրան։ Աննան աշխատեց գրեթե 20 րոպե, սառը քրտինքի մեջ, յուրաքանչյուր շարժումը հաշվարկված միլիմետրային ճշգրտությամբ։ Յուրաքանչյուր հեռացված կտորը դնում էր կողքի թղթե անձեռոցիկի վրա, կազմելով մգացած նյութի փոքրիկ կույտ։ Գրեթե ավարտում էր, կարողանալով վերջապես տեսնել լսողական անցուղու մաքուր հատակը, երբ միջանցքում քայլեր լսեց։ Սիրտը կանգ առավ։ Քայլերը մոտենում էին, ամուր վճռական։ Արդեն ուշ էր ամեն ինչ թաքցնելու, ծածնելու, թե ուրիշ բան է անում։ Դուռը կտրուկ բացվեց, միջանցքի լույսը ներխուժեց սենյակ։ Պարոն Բենիկն այնտեղ էր, նրա արտահայտությունը վայրկյանների ընթացքում զարմանքից սարսափի վերածվեց։ Նրա հետում աղմուկից գրավված հայտնվեց Տիգրան Թավադյանը, խալաթով, մազերը խառնված, աչքերը դեռ քնաթաթախ, բայց արագ սթափվող, տեսնելով իր արջի տեսարանը։ Ինչ է կատարվում այստեղ, Տիգրանի ձայնը հնչեց որպես ամպրոպ գիշերվա լռության մեջ։ Աննան ավտոմատ կերպով ոտքի կանգնեց, ունելին դեռ ձեռքին, հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Տիգրանը տեսավ որդուն պառկած մահճակալին, ականջը կարմրած մանիպուլյացիայից, թղթե անձեռոցիկն այն մուգ զանգվածով, Աննային կանգնած այնտեղ, գործիքը ձեռքին։ Նրա արած եզրակացությունը հնարավորինս վատն էր։ Ինչ արեցիր որդուս հետ, Տիգրանը ներս մտավ սենյակ, ձայնը բարձրանում էր։ Բենիկ, ոստիկանություն կանչիր։ Այս կինը վնասում էր Գաբրիելին։ Ոչ, գոռաց Աննան, փորձելով բացատրել, բայց բառերը խճճվում էին։
Ես չէի վնասում։ Ես օգնում էի։ Նրա ականջը խցանված էր, ցավ էր պատճառում։ Բայց Տիգրանը չէր լսում։ Աչքերը հառել էր Գաբրիելին, որն այժմ նստած էր մահճակալին, շփոթված վախեցած ամբողջ քաոսից։ Բենիկն արդեն հանում էր իր բջջայինը զանգելու, երբ Գաբրիելն արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Վեր կացավ մահճակալից, մի փոքր տատանվելով, գնաց գիշերասեղանի մոտ։ Վերցրեց տետրն ու մատիտը սկսեց մոլեգնորեն գրել։ Հետո թուղթը ցույց տվեց հորը, ձեռքերը դողում էին։ Նա ինձ օգնում էր։ Ես խնդրեցի։ Ականջս շատ էր ցավում։ Խնդրում եմ, նրան մի վնասիր։ Տիգրանը կարդաց բառերը, բայց զայրույթը դեռ այրվում էր նրա աչքերում։ Դու չգիտես, թե ինչ ես ասում, Գաբրիել։ Այս կինը բժշկական կրթություն չունի։ Նա կարող էր անդառնալի վնաս պատճառել։ Ես արդեն զանգել եմ ոստիկանություն, հայտարարեց Բենիկը, հեռախոսը դնելով։ Եվ բժիշկ Հենրիկին նույնպես։ Նա ճանապարհին է։ Աննան զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Ամեն ինչ սխալ էր գնացել։ Փորձել էր օգնել, հիմա իրեն կվերաբերվեին որպես հանցագործի։ Նայեց Գաբրիելին, տեսավ նրա դեմքով հոսող արցունքները, ամեն ինչից շատ ուզեց ասել, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց չգիտեր, արդյոք կլիներ։ Հաջորդ րոպեները շարժման խառնաշփոթի մշուշ էին։ Տիգրանը հրամայեց Բենիկին Աննային տանել առաջին հարկի անվտանգության սենյակ, մի փոքրիկ, առանց պատուհանների սենյակ, որտեղ օրվա ընթացքում մնում էին կալվածքի պահակները։ Աննային գրեթե քաշ տալով իջեցրին աստիճաններով, մինչ նա լսում էր Գաբրիելի գոռոցները, ոչ թե բառերով, այլ տանջալից ձայներով, փորձելով խանգարել, որ նրան տանեն։ Ձայնը սարսափելի էր, պարզունակ մեկի ձայնը, որը հազվադեպ էր օգտագործում ձայնալարերը, հուսահատության ծայրահեղության հասցված։ Անվտանգության սենյակում Աննան նստեց կոշտ աթոռին, ձեռքերը անվերահսկելի դողում էին։ Լսում էր տանը շարժում բարձր ձայներ, իսկ հետո մոտեցող ոստիկանական շչակի ձայնը։ Փակեց աչքերը, մտածելով մոր մասին, թե ինչպես կընդուներ տիկին Կարինեն այն լուրը, որ դուստրը ձերբակալվել է։ Մտածեց Գաբրիելի մասին, այն տղայի, որը վերջապես վստահել էր ինչ-որ մեկին, միայն թե տեսներ, թե ինչպես են այդ մարդուն բռնի կերպով խլում իրենից։ Մտածեց այն ամենի մասին, ինչ սխալ էր գնացել, երբ նա միայն ուզում էր, որ ինչ-որ բան ճիշտ լինի։ Բժիշկ Հենրիկը ոստիկանությունից շուտ հասավ։ Աննան լսեց նրա ձայնը նախասրահում, խոսում էր Տիգրանի հետ, տոնը հրատապ, բայց զուսպ։ Չէր կարողանում տարբերել բառերը, բայց կարող էր պատկերացնել բովանդակությունը։ Զգուշացումներ աղտոտման, վարակի ռիսկերի, բժշկության անօրինական գործունեության համար հնարավոր դատական գործի մասին։ Յուրաքանչյուր մեղադրանք, հավանաբար, ճիշտ էր, յուրաքանչյուր հետանք, հավանաբար, արժանի։ Նա գործել էր առանց թույլտվության, առանց համապատասխան գիտելիքների, մղված միայն հրատապությամբ, այն հավատով, որ ճիշտ բան է անում։ Եվ գուցե դա ամենասխալ բանն էր, որ կարող էր անել։ Որքան ժամանակ անցավ, Աննան չգիտեր։ Կարող էին լինել րոպեներ կամ ժամեր, ժամանակը կորցրել էր իր իմաստն այն առանց պատուհանների սենյակում։ Երբ դուռը վերջապես բացվեց, դա բժիշկ Հենրիկն էր, իր պայուսակը ձեռքին, նրան հետում էր Տիգրանը մի արտահայտությամբ, որը Աննան չկարողացավ վերծանել։ Բժիշկը նայեց նրան վատ թաքցրած արամարանքով։ Դուք գաղափար ունեք, թե ինչ եք արել, սկսեց նա, ձայնը սառը հեղինակությամբ լի։ Գաբրիելը շոկի մեջ է։ Լսողական անցուղին տրավմայի է ենթարկվել։ Վերջին տարիներին մեր ունեցած ցանկացած առաջընթաց կարող էր վտանգվել ձեր անպատասխանատու միջամտության պատճառով։ Աննան ուզում էր պաշտպանվել, ուզում էր բացատրել, թե ինչ էր տեսել, բայց բառերը մահանում էին կոկորդում։ Ով կհավատար նրան, ընդդեմ հայտնի բժշկի։ Ով արժեք կտար մարզից եկած սպասուհու խոսքին, ընդդեմ տասնամյակների փորձ ունեցող մասնագետի։ Նա աչքերը խոնարհեց, պարտված։ Ոստիկանությունը բարձրանում է ձեր ցուցմունքը վերցնելու, շարունակեց բժիշկ Հենրիկը։ Խորհուրդ եմ տալիս, որ լիովին համագործակցեք։ Դա կարող է ազդել ձեր դեմ ներկայացվելիք մեղադրանքների վրա։ Տիգրանը, մինչ այդ լուր, վերջապես խոսեց։ Հենրիկ, դու վստահ ես, որ դա է պատճառը նրա վիճակի։ Չէր կարող լինել ականջի ցավը, որի մասին նա նշեց։ Տիգրան, խնդրում եմ, բժիշկը հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ Գաբրիելը ականջի ցավ չուներ։ Ես նրան զննել եմ մեկ շաբաթից էլ քիչ առաջ։ Նա լիովին լավ էր։ Այն։
Ինչ նա հիմա զգում է, այս նա արամարանքով ցույց տվեց Աննային, այս գրոտեսկային ներխուժման պատճառած տրավմայի արդյունքն է։ Հենց այդ պահին առանձնատանը մի ձայն արձագանքեց, գալով վերին հարկից։ Մի ձայն, որը ստիպեց Տիգրան Թավադյանին լիովին սառչել, որը ստիպեց բժիշկ Հենրիկին կտրուկ շրջվել, որը ստիպեց Աննային աչքերը բարձրացնել բաբախող սրտով։ Դա ձայն էր։ Գաբրիելի ձայնը։ Ոչ թե անհասկանալի ճիչ, ոչ թե հուսահատության ձայն, այլ բառ։ Հստակ, ճանաչելի, անհնարին։ Հայրիկ։ Բառը օդում սավառնեց որպես շոշափելի մի բան, լի մի ծանրությամբ, որը գերազանցում էր հենց ձայնը։ Տիգրանը վազելով դուրս եկավ սենյակից, աստիճանները բարձրանալով երկու-երկու։ Բժիշկ Հենրիկը հետեց նրան, Աննային կրկին մենակ թողնելով։ Նա լսում էր վերի իրարանցումը, շտապողական քայլերը, բարձր ձայները, իսկ հետո լռություն։ Այնքան խորը լռություն, որ կարծես ներծծում էր տան ողջ օդը։ Աննան չգիտեր, թե որքան նստած մնաց այնտեղ, մտածելով այն մասին, ինչ հենց նոր էր լսել։ Գաբրիելը խոսել էր։ Իր կյանքում առաջին անգամ այդ իծնեխուլ տղան արտաբերել էր հասկանալի բառ։ Դա անհնարին էր, հրաշք էր, սարսափելի էր իր անհավանականությամբ։ Եվ Աննան, իր հուսահատ չարտոնված միջամտությամբ, ինչ-որ կապ ուներ դրա հետ։ Երբ ոստիկանները վերջապես հասան, գտան հուզական քաոսի մեջ գտնվող տուն։ Բարձրացան երկրորդ հարկ, որտեղ Տիգրանը ծնկի էր իջել Գաբրիելի մահճակալի կողքին, բռնելով որդու ձեռքերը, մինչ արցունքները հոսում էին նրա դեմքով։ Տղան գունատ էր, հյուծված, բայց աչքերը բաց էին գիտակից։ Բժիշկ Հենրիկը կանգնած էր կողքին, ստուգելով Գաբրիելի կենսական նշանները մի արտահայտությամբ, որը տատանվում էր մասնագիտական անհանգստության ավելի դժվար սահմանելի մի բանի մեջ։ Ոստիկաններից մեկը, միջին տարիքի, խիստ արտահայտությամբ մի մարդ, իջավ անվտանգության սենյակ, որտեղ Աննան սպասում էր։ Տվեց սովորական հարցերը, նրա պատասխանները գրառեց բլոկնոտում, փաստագրեց տեսարանը։ Աննան ամեն ինչին պատասխանեց միապաղաղ ձայնով, չափազանց հոգնած, վախ զգալու համար։ Պատմեց Գաբրիելի ցավերի, իր տեսածի, գործելու իր որոշման մասին, երբ ուրիշ ոչ ոք պատրաստ չէր դա անել։ Ոստիկանը լսում էր առանց դատելու, պարզապես գրանցելով փաստերը։ Դուք հասկանում եք, որ ձեր արածը չափազանց վտանգավոր էր, հարցրեց նա վերջում։ Որ կարող էիք լուրջ վնաս պատճառել երեխային։ Հասկանում եմ, պատասխանեց Աննան ցածրաձայն։ Բայց ես չէի կարող անգործ նստել, տեսնելով, թե ինչպես է նա տառապում։ Ոստիկանը փակեց բլոկնոտը, նայեց նրան մի արտահայտությամբ, որը գրեթե հասկացող էր։ Ես պետք է ձեզ տանեմ բաժանմունք, պաշտոնական ցուցմունքի համար։ Մնացածը կախված կլինի նրանից, թե արդյոք երեխայի պատասխանատուները կորոշեն բողոք ներկայացնել, թե ոչ։ Աննան հաշտված գլխով արեց։ Թույլ տվեց, որ իրեն ուղեկցեն դեպի առանձնատան դիմաց կայանված ոստիկանական մեքենան։ Նախասրահով անցնելիս վերջին անգամ նայեց այն տանը, որը մի քանի շաբաթով եղել էր իր աշխատավայրը, որտեղ գտել էր մի տղայի, որը հուսահատորեն կարիք ուներ մեկի, ով կմտահոգվեր։ Չգիտեր, կրկին կտեսնի՞։ Արդյոք այն կրկին կտեսնի՞։ Արդյոք Գաբրիելին։ Այդ անորոշության ցավը գրեթե ֆիզիկական էր։ Բաժանմունքում կրկնվեցին հարցերը, փաստերի իր տարբերակը գրանցելու բյուրոկրատական գործընթացը։ Աննային լուսանկարեցին, վերցրին մատնահետքերը, ստորագրեց թղթեր, որոնք հազիվ էր կարդում։ Ամեն ինչ անիրական էր թվում, կարծես ուրիշի հետ էր կատարվում։ Երբ վերջապես թույլ տվեցին զանգել, ձեռքերն այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում հավաքել մոր համարը։ Մամ, ձայնը կոտրվեց, հենց որ տիկին Կարինեն պատասխանեց։ Աննա։ Աղջիկս, ժամը քանիսն է։ Ինչ է պատահել։ Հեկեկոցների միջով Աննան պատմեց ամեն ինչ։ Ոչինչ չթաքցրեց, սկսած առաջին օրվանից, երբ տեսել էր Գաբրիելին, մինչ ձերբակալվելու պահը։ Տիկին Կարինեն լուռ լսում էր, երբ Աննան ավարտեց, արցունքներ կային նա տարեց կնոջ ձայնում։ Աղջիկս, ասաց տիկին Կարինեն խեղդված ձայնով, դու արել ես այն, ինչ սիրտդ է թելադրել։ Չեմ կարող ասել, որ խելամիտ էր, չեմ կարող ասել, որ ճիշտ էր, բայց գիտեմ, որ արվել է սիրով։ Իսկ սերը երբեք լիովին սխալ չի լինում։ Մոր խոսքերը բալասան էին, բայց չվերացրին իրավիճակի իրականությունը։ Աննան գիշերն անցկացնելու էր բաժանմունքում, սպասելով որոշումների, որոնք իր ձեռքում չէին։ Պառկեց խցի կոշտ մահճակալին, նայելով բծավոր առաստաղին, մտածելով այն ամենի մասին, ինչ պատահել էր։
Եվ մտածելով հիմնականում այն բառի մասին, որը լսել էր Գաբրիելի արտասանած. հայրիկ։ Նրա առաջին բառը, պոկված 10 տարվա լռությունից, արձագանքում էր մի տանը, որը միշտ չափազանց համր էր եղել։ Մի նույն ժամանակ Թավադյանների առանձնատանը Տիգրանը չէր կարողանում հեռանալ Գաբրիելից։ Ամբողջ գիշեր նստած մնաց որդու մահճակալի կողքին, հետելով նրա անհանգիստ քնին։ Բժիշկ Հենրիկը մանրակրկիտ զննել էր տղային, հայտարարել, որ մշտական վնասներ չկան, բայց անհրաժեշտ է զգույշ հսկողություն։ Հետո հեռացել էր, բայց ոչ նախքան կրկին ընդգծելը տեղի ունեցածի ռիսկերը, ոչ պրոֆեսիոնալ միջամտությունների վտանգը։ Բայց Տիգրանը չէր կարողանում դադարել մտածել այդ բառի մասին։ Գաբրիելը խոսել էր։ Իր որդին, որին նա տարել էր տասնյակ մասնագետների մոտ, որին ենթարկել էր անթիվ զննումների բուժումների, առաջին անգամ խոսել էր ոչ թե բարդ կլինիկայում կամ թանկարժեք բժշկական ընթացակարգի ժամանակ, այլ հուսահատության պահին, կանչելով իրեն։ Եվ դա եղել էր այն բանից հետո, երբ մի սպասուհի արել էր մի բան, որը բժիշկ Հենրիկը բացառել էր որպես անհնարին։ Հեռացրել էր մի խցանում, որը, ենթադրաբար, ցավ էր պատճառում։ Հաջորդ առավոտ Տիգրանը վաղ արթնացավ, աչքերը կարմրած հոգնածությունից, բայց միտքը տարօրինակորեն պարզ։ Գաբրիելը դեռ քնած էր, ուստի իջավ աշխատասենյակ, սկսեց զանգեր անել։ Նախ իր փաստաբանին, հետո մի քանի ծանոթների այն հիվանդանոցում, որտեղ բժիշկ Հենրիկը կաբինետ ուներ։ Խնդրեց Գաբրիելի բժշկական պատմության ամբողջական պատճենները, վերջին տարիներին կատարված բոլոր անալիզները, բոլոր նշանակումները, բոլոր զեկույցները։ Ուզում էր հասկանալ, պետք է հասկանար, թե ինչ է կատարվում։ Մարիամն էր, որ սուրճը բերեց աշխատասենյակ։ Տան ամենահին սպասուհու աչքերն ուռած էին, ակնհայտորեն լաց էր եղել։ Սկուտեղը զգուշորեն դրեց սեղանին։ Պարոն Թավադյան, սկսեց նա վարանոտ ձայնով, կարող եմ ինչ-որ բան ասել։ Տիգրանը նայեց նրան, զարմացած։ Այն բոլոր տարիների ընթացքում, որ Մարիամն այնտեղ աշխատում էր, նա երբեք խոսակցություն չէր սկսել, բացի խիստ անհրաժեշտությունից։ Իհարկե։ Մարիամը խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Աննան, նա չէր փորձում վնասել Գաբրիելին։ Նա իսկապես անհանգստանում էր նրա համար։ Ամեն օր տեսնում էր նրան, տեսնում էր, որ նա տառապում է։ Նա միայն ուզում էր օգնել։ Նա բժշկական կրթություն չունի, առարկեց Տիգրանը, բայց առանց նախորդ գիշերվա զայրույթի։ Կարող էր անդառնալի վնաս պատճառել։ Ամբողջ հարգանքով, պարոն, Մարիամը աչքերը խոնարհած պահեց, բայց շարունակեց խոսել, այդ տղան բանտում է ապրում։ Նա ունի այն ամենը, ինչ փողը կարող է գնել, բայց չունի այն, ինչ իրականում պետք է։ Աննան երկար ժամանակվա մեջ առաջին մարդն էր, որը նայեց նրան, տեսավ երեխա, ոչ թե լուծման ենթակա խնդիր։ Բառերը Տիգրանին հարվածեցին որպես ապտակ։ Ուզում էր հերքել, ուզում էր ասել, որ Մարիամը ոչինչ չգիտի, բայց դրանց մեջ եղած ճշմարտությունն անհերքելի էր։ Գաբրիելն ուներ ամեն ինչ, բացի ամենակարևորից։ Ուներ հսկայական տուն, բայց ոչ օջախ։ Ուներ հայր, բայց ոչ իրական ներկայություն։ Ուներ առաջնակարգ բժշկական բուժում, բայց ոչ մի բուժում միայնության դեմ։ Գաբրիելը երեք խոսեց, ասաց Տիգրանը ցածրաձայն, ավելի շատ իրեն, քան Մարիամին։ 10 տարվա մեջ առաջին անգամ որդիս խոսեց։ Գիտեմ, պարոն։ Տանը բոլորը լսեցին։ Դա հրաշք էր։ Դա հրաշք էր, կրկնեց Տիգրանը, բայց ոչ այն տեսակի, որը ես սպասում էի։ Եվ գուցե դա հենց այն հրաշքն էր, որը նրան պետք էր։ Երբ Մարիամը դուրս եկավ, Տիգրանը երկար ժամանակ նստած մնաց իր կաշվե բազկաթոռին, նայելով իր աշխատասենյակի լուսանկարներին։ Մեկում Մարինան էր, իր հանգուցյալ կինը, ժպտում էր, մանուկ Գաբրիելին գրկած։ Մյուսում Գաբրիելն էր 2 տարեկանում, նախքան խլության մասին իմանալը։ Մեկ ուրիշում Գաբրիելն էր 5 տարեկանում, արդեն բժիշկ Հենրիկի հետ բուժումների մեջ, լուրջ հոգնած արտահայտությամբ, որը 5 տարեկան երեխան չպետք է ունենար։ Տիգրանը հասկացավ, որ Գաբրիելի ժպտացող ոչ մի վերջին լուսանկար չկա։ Երբ էր վերջին անգամ տեսել իր որդուն անկեղծորեն երջանիկ։ Ժամերն անցան, փաստաթղթերը սկսեցին գալ։ Բժշկական պատմություն, անալիզների արդյունքներ, մանրամասն զեկույցներ։ Տիգրանը սուզվեց դրանց մեջ նույն ինտենսիվությամբ, որով վերլուծում էր գործարար պայմանագրերը։ Եվ որքան շատ էր կարդում, այնքան ավելի շատ հարցեր էին ծագում։ Բուժումներում բացթողումներ կային, ընթացակարգեր, որոնք չափազանց կրկնվող էին թվում, դեղորայք, որը լիովին իմաստ չուներ։
Եվ ամենից վեր մի բան կար, որը նրան խորապես անհանգստացնում էր։ Բժիշկ Հենրիկի վերջին զեկույցներում ոչ մի պահ չկար որը տեսակի խցանման կամ վարակի մասին հիշատակում Գաբրիելի ականջում։ Ինչպես կարող էր բժիշկը, որը պարբերաբար զննում էր տղային, չնկատել մի բան, որը սպասուհին կարողացել էր տեսնել։ Տիգրանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց Նաիրի բժշկական կենտրոնում ունեցած իր ծանոթին, համալսարանի ընկերոջը, որը դարձել էր հայտնի քիթ կոկորտ ականջաբան։ Բացատրեց իրավիճակը, Գաբրիելի ախտանիշները, այն, ինչ Աննան գտել էր։ Գծի մյուս կողմում գտնվող բժիշկը մի պահ լուռ մնաց պատասխանելուց առաջ։ Տիգրան, այն, ինչ դու նկարագրում ես, հնչում է որպես սեղմված ծծմբաղցանի դեպք, հնարավոր է քրոնիկական վարակի մնացորդներով։ Նման դեպքերում մարդը սովորաբար ուժեղ ցավեր, ճնշում, գյուրագրգռություն է զգում։ Հեռացումը սովորաբար անմիջապես թեթացնում է ախտանիշները։ Բայց մի բան ասա, որդիդ պարբերական հսկողության տակ չէր։ Ինչպես ոչ ոք դա չի նկատել։ Հարցն արձագանքեց Տիգրանի մտքում։ Ինչպես ոչ ոք չի նկատել։ Թե ինչ որ մեկը նկատել է, ընտրել է ոչինչ չանել։ Երկրորդ տարբերակն աներակայելի էր, չափազանց գրոտեսկային քննարկելու համար։ Բայց որքան շատ էր մտածում, որքան շատ էր վերանայում իր արջի փաստաթղթերը, այնքան ավելի էր այդ անհնարին հնարավորությունը սկսում ձավորվել։ Տիգրանը շնորհակալություն հայտնեց ընկերոջը, անջատեց հեռախոսը, միտքը մոլեգնորեն աշխատում էր։ Նրան պատասխաններ էին պետք, իրական պատասխաններ, ոչ թե այն հարմար բացատրությունները, որոնք բժիշկ Հենրիկը միշտ տալիս էր։ Որոշեց, որ ժամանակն է երկրորդ բժշկական կարծիք փնտրելու, երրորդ, որքան անհրաժեշտ լինի։ Բայց ամենից առաջ պետք է խոսեր Գաբրիելի հետ։ Իր որդին, որը վերջապես խոսել էր տասնամյա լռությունից հետո, արժանի էր, որ իրեն իսկապես լսեն։ Բարձրացավ Գաբրիելի սենյակ, գտավ տղային արթուն, նստած մահճակալին, գիրքը գրկում բաց, բայց իրականում չկարդալով։ Երբ տեսավ հորը ներս մտնելիս, Գաբրիելը լարվեց, կարծես ավելի շատ խնդիրների, ավելի շատ հանդիմանությունների էր սպասում։ Տիգրանը ցավի խայծ զգաց, հասկանալով, որ որդին վախենում է իրենից, ոչ թե ֆիզիկական բռնության վախ, այլ ավելի նուրբ վախ, հիասթափեցնելու, անհնարին սպասումներին չհամապատասխանելու։ Տիգրանը նստեց մահճակալի եզրին, բավականաչափ հեռավորություն պահելով, որպեսզի չխախտի Գաբրիելի տարածքը, բայց բավականաչափ մոտ, որպեսզի կարողանային միմյանց աչքերի մեջ նայել։ Վերցրեց գիշերասեղանի վրայի տետրը, հենց այն, որը Գաբրիելն օգտագործում էր Աննայի հետ շփվելու համար, խնամքով գրեց. Այսօր ինչպես ես քեզ զգում։ Գաբրիելը կարդաց վարանեց մատիտը վերցնելուց առաջ։ Դանդաղ գրեց. Գլխացավս անցել է։ Ականջս դեռ մի քիչ տարօրինակ է, բայց ավելի լավ։ Տիգրանը գլխով արեց, հետ գրեց. Գաբրիել, ես պետք է, որ դու ինձ հետ լիովին անկեղծ լինես։ Որքան ժամանակ է, որ ցավ ունեիր։ Տղան շուրթը գծեց, ակնհայտորեն ներքուստ վիճելով, թե արդյոք պետք է ճշմարտությունն ասի։ Վերջապես գրեց. Մի 2 շաբաթ, գուցե ավելի։ Դանդաղ սկսվեց ու վատացավ։ Ինչու ինձ չասացիր։ Գաբրիելի պատասխանը լի էր ցավալի անկեղծությամբ։ Որովհետև ամեն անգամ, երբ ինչ-որ բանից բողոքում եմ, դու բժիշկ Հենրիկին ես կանչում։ Իսկ ես չէի ուզում տեսնել բժիշկ Հենրիկին։ Այդ բառերը որպես բռունցքի հարված էին Տիգրանի ստամոքսին։ Ինչու ոչ։ Գաբրիելը երկար գրեց, ջնջելով ու վերագրելով, փնտրելով ճիշտ բառերը։ Երբ վերջապես տետրը ցույց տվեց հորը, Տիգրանը զգաց, թե ինչպես է աշխարհը դողում իր ոտքերի տակ։ Նա ինձ վախեցնում է։ Միշտ շատ հարցեր է տալիս, միշտ շատ է զննում ինձ, միշտ ասում է, որ մոտ է ինձ բուժելուն, բայց երբեք ոչինչ տեղի չի ունենում։ Երբեմն զգում եմ, որ նրան դուր է գալիս, որ ես խուլ եմ, որովհետև այդպես նա կարող է շարունակել ինձ ուսումնասիրել։ Գիտեմ, որ խենթություն է թվում, բայց դա է, ինչ զգում եմ։ Տիգրանը 3 անգամ կարդաց այդ բառերը, զգալով, թե ինչպես է յուրաքանչյուրը ավելի խորը կտրում։ Իր որդին, 10 տարեկան երեխան, ասում էր, որ չի վստահում այն բժշկին, որին Տիգրանն անձամբ էր ընտրել, որին հսկայական գումար էր վճարում բուժելու համար։ Եվ ավելի վատ։ Ասում էր, որ իրեն զգում է որպես ուսումնասիրության օբյեկտ, ոչ թե հիվանդ։ Ինչպես կարող է հայրը թույլ տալ, որ գործերն այս աստիճանի հասնեն։ Գաբրիել, գրեց Տիգրանը դողացող ձեռքերով, դու 3 խոսեցիր։ Կանչեցիր հայրիկ։ Դա առաջին անգամն էր, որ լսեցի քո ձայնը իրական բառ ասելիս։ Հիշում ես դա։
Գաբրիելը գլխով արեց, աչքերը լցվեցին արցունքներով։ Գրեց. Ես ուղղակի ուզում էի, որ դադարեն Աննային տանել։ Նա առաջին մարդն է, որն ինձ հետ իսկապես լավ է վարվել։ Որն ինձ չի վերաբերվել որպես խեղճի կամ հիվանդի։ Պարզապես որպես, չգիտեմ, նորմալ մարդու։ Արցունքները, որոնք Տիգրանը զսպում էր, վերջապես թափվեցին։ Նա այնքան էր ջանացել որդուն տալ լավագույն բուժումը, լավագույն հնարավորությունները, բայց մոռացել էր տալ ամենահիմնականը՝ մարդկայնություն, կապ, պարզապես երեխա լինելու հնարավորություն։ Եվ մարզից եկած մի սպասուհի, առանց բժշկական կրթության, բայց հսկայական սրտով, շաբաթների ընթացքում հասել էր նրան, ինչին ինքը չէր հասել 10 տարում։ Ստիպել էր Գաբրիելին զգալ իրեն տեսանելի, գնահատված, սիրված։ Աննան բաժանմունքում է, գրեց Տիգրանը։ 3 գիշերվա պատահածի պատճառով։ Իշխանություններն ուզում են իմանալ, արդյոք ես բողոք կներկայացնեմ նրա դեմ։ Գաբրիելը լայն բացեց աչքերը, խուճապը տեսանելի էր նրա դեմքին։ Վերցրեց մատիտը այնքան ուժեղ գրեց, որ քիչ մնաց պատռեր թուղթը։ Ոչ։ Հայրիկ, խնդրում եմ։ Նա միայն օգնում էր։ Նա ինձ փրկեց։ Թույլ մի տուր, որ նրան տանեն։ Բառերի մեջ եղած հուսահատությունը, գրված մեծատառերով հաստ գծերով, կոտրեց Տիգրանի սիրտը։ Ձեռքը դրեց որդու ուսին, մի պարզ ժեստ, որը երկար ժամանակ չէր արել, գրեց. Ես ոչինչ չեմ անի, որը քեզ ավելի կվնասի, Գաբրիել։ Խոստանում եմ։ Տիգրանը սենյակից դուրս եկավ մի նպատակասլացությամբ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց այն բաժանմունք, որտեղ Աննային պահում էին։ Խոսեց պատասխանատու տեսուչի հետ, ասաց, որ բողոք չի ներկայացնի, որ ամեն ինչ թյուրիմացություն է եղել, որ աղջիկը գործել է լավագույն մտադրություններով։ Տեսուչը թերահավատ, բայց առանց իրավական ընտրության, ասաց, որ կազատի Աննային, հենց որ ավարտեն թղթաբանությունը։ Հաջորդ զանգն ավելի դժվար էր։ Տիգրանը հավաքեց բժիշկ Հենրիկի կաբինետի համարը, սպասեց։ Երբ քարտուղարուհին պատասխանեց, խնդրեց ուղղակիորեն խոսել բժշկի հետ։ Հենրիկը պատասխանեց իր պրոֆեսիոնալ սիրալիր ձայնով. Տիգրան, այսօր ինչպես է Գաբրիելը։ Կարողացավ հանգստանալ։ Հենրիկ, ես պետք է քեզ հետ խոսեմ։ Անձամբ։ Այսօր։ Իհարկե, իհարկե։ Ուզում ես, ավելի ուշ անցնեմ առանձնատնով։ Ոչ, ասաց Տիգրանը հաստատակամորեն։ Ուզում եմ, որ բերես Գաբրիելի բոլոր փաստաթղթերը, բոլոր անալիզները, բոլոր զեկույցները, ամեն ինչ։ Եվ մենք կխոսենք իմ աշխատասենյակում, ոչ թե որպես ընկերներ, այլ որպես բժիշկ հաճախորդ։ Ես հարցեր ունեմ, որոնք հստակ պատասխանների կարիք ունեն։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Տիգրան, ինչ-որ բան է պատահել, որի մասին պետք է իմանամ։ Շատ բան, Հենրիկ։ Շատ բան։ Տիգրանը անջատեց հեռախոսը, առանց պատասխանի սպասելու։ Մինչ սպասում էր բժշկի ժամանմանը, Տիգրանս մեկ զանգ արեց։ Նաիրի բժշկական կենտրոն, Գաբրիելի համար հրատապ այցելություն նշանակելով մասնագետների մի ամբողջ թիմի հետ, որոնք որևէ կապ չունեին բժիշկ Հենրիկի հետ։ Ուզում էր անկողմնակալ, ամբողջական գնահատական, առանց այն ստիճների մեկնաբանությունների, որոնք գուցե շահերի բախում ունեին, որոնց մասին Տիգրանը միայն հիմա էր սկսում կասկածել։ Այդ պահին, բաժանմունքում, Աննային տեղեկացնում էին, որ նրան ազատ են արձակելու։ Տեսուչը բացատրեց, որ երեխայի պատասխանատուն որոշել է բողոք չներկայացնել, որ նա ազատ է գնալու։ Աննան շշմած դուրս եկավ խցից, հազիվ հավատալով լսածին։ Վերցրեց իր իրերը, ստորագրեց անհրաժեշտ թղթերը, դուրս եկավ օրվա լույսի տակ, որը մի պահ կուրացրեց նրան։ Իջան վերադառնալու տոմսի փող չուներ, աշխատանք այլս չուներ, չգիտեր, թե ինչ անել հիմա։ Նստեց բաժանմունքի աստիճաններին, Երանի արը դիպչում էր դեմքին, թույլ տվեց իրեն լաց լինել։ Լաց էր լինում թեթացումից, հյուծվածությունից, տխրությունից, այն ամենի համար, ինչ պատահել էր Գաբրիելին թողնելու համար։ Այդպես նրան գտավ Մարիամը, 1 ժամ անց։ Ավելի տարիքով սպասուհին եկել էր տաքսիով, ուղարկված Տիգրանի կողմից, հատուկ հաղորդագրությամբ։ Աննային վերադարձնել առանձնատուն։ Աննան անհասկանալի հայացքով նայեց Մարիամին, բայց մյուս կինը պարզապես բարեհամբույր ժպտաց, ասաց. Արի, սիրելիս։ Ինչ-որ մեկը պետք է քեզ տեսնի։ Առանձնատուն վերադարձը լուռ էր, Աննան նայում էր տաքսու պատուհանից, իրականում չտեսնելով անցնող քաղաքը։
Երբ հասան, Մարիամը նրան տարավ ոչ թե տան հետնամաս, որտեղ աշխատակիցների սենյակներն էին, այլ գլխավոր մուտք։ Այնտեղ, դռան մոտ, կանգնած էր Տիգրան Թավադյանը, իսկ նրա կողքին Գաբրիելը։ Տղան, տեսնելով Աննային, բաց թողեց հոր ձեռքը, վազեց դեպի նա։ Աննան բնազդաբար ծնկի իջավ, Գաբրիելը նետվեց նրա գիրկը, ամուր, հուսահատ գրկելով նրան, կարծես վախենում էր, որ նա կանհետանա, եթե բաց թողնի։ Աննան հետ գրկեց նրան, արցունքները թրջում էին նրա մազերը, զգալով փոքրիկ մարմնի դողը իր մարմնի դեմ։ Երբ վերջապես բաժանվեցին, Գաբրիելը վերցրեց իր կրած տետրը, ինչ-որ բան գրեց, ցույց տալով Աննային դեռ խոնավ աչքերով։ «Շնորհակալ եմ ինձ փրկելու համար»։ Աննան նայեց այդ բառերին, դրանք գրած տղային հորը, որը տեսարանը դիտում էր խորը հուզմունքի արտահայտությամբ։ Չգիտեր, թե ինչ կլինի հիմա, չգիտեր, դեռ աշխատանք կունենա, թե։ Մի նույն է, կուղարկեն տուն։ Բայց այդ պահին, զգալով Գաբրիելի ձեռքը բռնած, տեսնելով Տիգրանի դեմքին մի բան, որը կարծես զղջումի վճռականության խառնուրդ լիներ, Աննան թույլ տվեց իրեն հույս ունենալ։ Գուցե, միայն գուցե, այդ ամբողջ խենթությունից ինչ-որ լավ բան դուրս գար։ Գուցե այն լռությունը, որն այդքան երկար տիրել էր այդ տանը, վերջապես պատրաստվում էր իսկապես խախտվել։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը առանձնատուն հասավ 2 ժամ անց, իր հետ բերելով պահանջված փաստաթղթերով լի ծավալուն թղթապանակ։ Նրա արտահայտությունը զգուշորեն չեզոք էր, բայց Տիգրանը, որը տասնամյակներ շարունակ մարդկանց էր կարդացել գործարար հանդիպումների սենյակներում, նկատում էր լարվածությունը պրոֆեսիոնալ դիմակի տակ։ Նա բժշկին ուղեկցեց իր աշխատասենյակ, փակեց դուռը նրանց հետից։ Մի պահ նրանք պարզապես կանգնած էին, 2 տղամարդ, որոնք միմյանց ճանաչում էին 10 տարի, այժմ բաժանված հարցերով, որոնք այլս հնարավոր չէր անտեսել։ Տիգրան, սկսեց Հենրիկը, թղթապանակը դնելով սեղանին, նախքան սկսելը, պետք է հասկանաս, որ այն ամենը, ինչ ես արել եմ, Գաբրիելի լավի համար եմ արել։ Յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր բուժում հիմնված է եղել տարիների փորձի բժշկական գիտելիքների վրա։ Ապա բացատրիր մի բան, Տիգրանը նստեց իր սեղանի հետում, ընդունելով այն դիրքը, որն օգտագործում էր դժվար բանակցություններում։ Ինչպես կարող է տարիների փորձ ունեցող բժիշկը չնկատել ականջի խցանումը մի հիվանդի մոտ, որին պարբերաբար զննում է։ Մի խցանում, որն այնքան նշանակալի էր, որ ուժեղ ցավեր էր պատճառում։ Հենրիկը վարանեց, ընդամենը մի վայրկյանի մասով, բայց դա բավական էր։ Տիգրան, ես Գաբրիելին լիովին զննել եմ անցած շաբաթ։ Խցանման կամ վարակի նշաններ չկային։ Չկային, թե։ Դու չէիր ուզում տեսնել։ Հարցը Տիգրանի մտադրությունից ավելի կոշտ հնչեց, բայց նա այն չմեղմացրեց։ Որովհետև ես այստեղ ունեմ, նա դիպավ սեղանին սփռված փաստաթղթերին, վերջին 5 տարվա զեկույցները։ Եվ գիտես ինչ նկատեցի։ Մի օրինաչափություն։ Ամեն անգամ, երբ թվում է, թե մենք մոտ ենք իրական լուծման մի բանի, որն իսկապես կարող է օգնել Գաբրիելին, դու մի պատճառ ես գտնում հետաձգելու, ավելի շատ սպասելու, ավելի շատ թեստեր անելու համար։ Դա ստանդարտ բժշկական կանոնակարգ է, պաշտպանվեց Հենրիկը, բայց նրա ձայնը կորցրել էր սովորական հեղինակության մի մասը։ Մենք չենք կարող շտապել միջամտություններով, որոնք կարող են ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ։ Միջամտություններ, ինչպիսին է կոխլեար իմպլանտը, որը մենք քննարկում էինք 3 տարի առաջ, որի համար դու միշտ պատճառներ ես գտնում չանելու։ Կամ այլընտրանքային թերապիաներ, որոնք այլ մասնագետներ առաջարկել են, բայց որոնք դու մերժել ես առանց նույնիսկ քննարկելու։ Տիգրանը ոտքի կանգնեց, նրա հիասթափությունը վերջապես դուրս հորդեց։ Հենրիկ, ես քեզ լիովին վստահել եմ։ Որդուս հանձնել եմ քո ձեռքերը, որովհետև դու խոստացել էիր, որ կանես հնարավոր ամեն ինչ։ Բայց հիմա սկսում եմ մտածել, դու իսկապես փորձում էիր օգնել Գաբրիելին, թե։ Նրան օգտագործում էիր ուրիշ բանի համար։ Հաջորդած։ Լռությունը ծանր էր, լի չասված մեղադրանքներով։ Հենրիկը գունատվեց, ձեռքերը սեղմում էին այն բազկաթոռի թերը, որտեղ նստած էր։ Երբ վերջապես խոսեց, ձայնն ավելի ցածր էր, զուրկ այն կատարողական վստահությունից, որը միշտ կրում էր։ Դու չես հասկանում Գաբրիելի դեպքի բարդությունը։ Նրա բնածին խլությունը պարզ չէ։ Նրբություններ, առանձնահատկություններ կան, որոնք զգույշ մոտեցում են պահանջում։ Ապա բացատրիր այդ նրբությունները, Տիգրանը վերցրեց զեկույցներից մեկը, որովհետև այստեղ ասվում է, որ դու հետում էիր երկարատ խլության դեպքերում նյարդաբանական հարմարվողականության հետ կապված հազվագյուտ վիճակի զարգացմանը։ Այստեղ Գաբրիելին բուժելու մասին չի խոսվում, այլ նրան ուսումնասիրելու։ Հենրիկը մի պահ փակեց աչքերը, երբ բացեց, դրանցում ինչ-որ այլ բան կար։
Ոչ թե հայտնի մասնագետի ամբարտավանությունը, այլ երկար ժամանակ բեռ կրողի հոգնածությունը։ Տիգրան, երբ սկսեցի բուժել Գաբրիելին 10 տարի առաջ, իմ մտադրությունն անկեղծ էր։ Ես ուզում էի օգնել։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ նրա դեպքը գիտական տեսանկյունից արտասովոր էր։ Այն ձև, որով նրա ուղեղը հարմարվել էր լսողական խթանների բացակայությանը, այլընտրանքային նյարդային ուղիների զարգացումը, հիացմունքի էր արժանի։ Հիացմունքի, կրկնեց Տիգրանը բառը, կարծես թույն լիներ։ Որդիս քեզ համար հիացմունքի է արժանի։ Հետաքրքիր դեպքի ուսումնասիրություն։ Միայն դա չէր, Հենրիկը ոտքի կանգնեց, քայլելով դեպի պատուհանը։ Ես հետազոտություն էի մշակում խուլ երեխաների մոտ նյարդային պլաստիկության վերաբերյալ։ Գաբրիելի տվյալները վճռորոշ էին։ Բայց ես երբեք դիտավորյալ չեմ վնասել նրան։ Իմ նշանակած բուժումները օրինական էին։ Բայց դրանք լավագույնը չէին, այնպես չէ։ Տիգրանի ձայնն այժմ սառն էր, զուսպ։ Դրանք այն բուժումներն էին, որոնք Գաբրիելին պահում էին քո հետազոտության համար իդեալական վիճակում։ Այդ պատճառով դու երբեք չէիր ուզում կոխլեար իմպլանտ անել։ Այդ պատճառով մերժում էիր այլընտրանքները։ Որովհետև ցանկացած նշանակալի փոփոխություն կվտանգեր քո տվյալները։ Հենրիկը կտրուկ շրջվեց։ Դա ճիշտ չէ։ Ես միշտ Գաբրիելի բարեկեցությունն եմ առաջին տեղում դրել։ Իսկ նրա ականջի խցանումը։ Այն, որը սարսափելի ցավեր էր պատճառում։ Դու դրա մասին գիտեիր, Հենրիկ։ Հարցը հնչեց որպես վերջնական մեղադրանք։ Բժիշկը երկար լուռ մնաց։ Երբ վերջապես պատասխանեց, ձայնը հաշտված էր։ Ես գիտեի, որ կուտակում կա։ Տեսել էի վերջին այցելությունների ժամանակ։ Բայց, Տիգրան, տեխնիկապես դա հրատապ չէր։ Կարելի էր պատշաճ կերպով բուժել հիվանդանոցային պայմաններում, ճիշտ ընթացակարգերով։ Բայց դու չբուժեցիր։ Որդուս թողեցիր տառապել, որովհետև քո գլխում դա տեխնիկապես հրատապ չէր։ Տիգրանը մի զայրույթ զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել, այն տեսակից, որը ստիպում էր ձեռքերը դողալ։ Գիտես ինչ արեց մի սպասուհի, առանց բժշկական կրթության։ Նա տեսավ, որ որդիս տառապում է, գործեց։ Չհաշվարկեց հետազոտության ռիսկեր, չմտածեց գիտական հոդվածների մասին, պարզապես տեսավ ցավի մեջ գտնվող երեխայի փորձեց օգնել։ Եվ գիտես մի բան։ Նա հասավ նրան, ինչին դու չհասար 10 տարում։ Ստիպեց Գաբրիելին զգալ իրեն կարոր, խնամված մարդ։ Տիգրան, ես հասկանում եմ քո զայրույթը, բայց մենք չենք կարող անտեսել նրա արածի ռիսկերը։ Անպատշաճ հեռացումը կարող էր վնասել թմբկաթաղանթը, առաջացնել երկրորդային վարակներ, թափածակումներ։ Բայց չառաջացրեց, ընդհատեց Տիգրանը։ Եվ գիտես ինչու։ Որովհետև նա բավականաչափ մտահոգված էր, որպեսզի դա զգուշորեն աներ։ Իսկ դու, քո ամբողջ կրթությամբ ու սարքավորումներով, ընտրեցիր ոչինչ չանել։ Հենրիկը նորից նստեց, պարտված։ Հիմա ինչ ես անելու։ Ես քեզ կասեմ, թե ինչ եմ անելու, Տիգրանը կանգնած մնաց, վեհ։ Առաջին, դու ինձ լիարժեք հասանելիություն ես տալու Գաբրիելի հետ կապված քո հետազոտության բոլոր տվյալներին։ Ամեն ինչ։ Յուրաքանչյուր նշում, յուրաքանչյուր վերլուծություն։ Երկրորդ, ես այս տեղեկությունները կտանեմ բժշկական պալատ թույլ կտամ, որ նրանք որոշեն, արդյոք քո վարքագիծը պատշաճ է եղել։ Երրորդ, Գաբրիելն այլս քո հիվանդը չի լինի։ Ես արդեն այցելություններ եմ նշանակել Նայիրի կենտրոնի մի թիմի հետ, որը կգնահատի նրան առանց որե շահերի բախման։ Տիգրան, դա կկործանի իմ կարիերան, Հենրիկի ձայնը գրեթե աղաչական էր։ Իսկ դու կարծում ես, ինձ հուզում է։ Տիգրանը թեքվեց սեղանի վրայով, նրա աչքերը հանդիպեցին բժշկի աչքերին կատաղի ինտենսիվությամբ։ Դու օգտագործել ես իմ որդուն, Հենրիկ։ Քո հանդեպ ունեցած իմ վստահությունը վերածել ես հետազոտության հնարավորության։ Երեխայի տառապանքը վերածել ես ուսումնասիրության տվյալների։ Եթե քո կարիերան սրանից հետո գոյատի, դա ավելին կլինի, քան դու արժանի ես։ Հենրիկը լուռ մնաց, իմանալով, որ չկա փաստարկ, որը կարող է փրկել իրավիճակը։ Դանդաղ ոտքի կանգնեց, վերցրեց իր պայուսակը, քայլեց դեպի դուռը։ Կանգ առավ, ձեռքը դրան բռնակի վրա, վերջին անգամ շրջվեց։ Ինչ էլ որ արժենա, Տիգրան, ես ցավում եմ։ Ես իսկապես հավատում էի, սկզբում, որ ճիշտ բան եմ անում։ Չգիտեմ, թե որ պահին գործերը սկսեցին վերաբերել հետազոտությանը, ոչ թե Գաբրիելին։
Բայց դու ճիշտ ես։ Ես ձախողեցի նրա հարցում։ Լրջորեն ձախողեցի։ Այո, ձախողեցիր, համաձայնեց Տիգրանն առանց ողորմության։ Հիմա դուրս արի իմ տնից, այլս երբեք մի վերադարձիր։ Երբ Հենրիկը հեռացավ, Տիգրանը երկար ժամանակ նստած մնաց իր աշխատասենյակում, մտածելով այն ամենի մասին, ինչ պատահել էր։ Նա 10 տարի նվիրել էր մի մարդու խորհուրդներին հետելուն, որը դավաճանել էր իր վստահությունը ամենանողկալի ձով։ Քանի հնարավորություն էր կորցրել։ Քանի պահ Գաբրիելի հետ զոհաբերել էր մի բուժման անվան տակ, որը երբեք իրականում բուժելու նպատակ չուներ։ Դրան նուրբ թակոցն ընդհատեց նրա մտքերը։ Աննան էր կանգնած մուտքի մոտ վարանոտ արտահայտությամբ։ Տիգրանը ժեստ արեց, որ ներս մտնի։ Պարոն Թավադյան, ես չեմ ուզում անհանգստացնել։ Պարզապես ուզում էի իմանալ, թե հիմա ինչ է լինելու։ Գիտեմ, որ այլս այստեղ աշխատանք չունեմ, պարզապես ուզում էի հրաժեշտ տալ Գաբրիելին, գնալուց առաջ։ Տիգրանը նայեց այն երիտասարդ աղջկան, որը մի քանի շաբաթում հեղափոխել էր իր տունը։ Նա եկել էր հասարակ մարզից, առանց համալսարանական կրթության, առանց միջոցների, բայց ուներ մի բան, որը նրա ամբողջ փողը չէր կարողացել գնել։ Մի սիրտ, որը տեսնում էր արտաքինից այն կողմ։ Աննա, խնդրում եմ, նստիր, նա ցույց տվեց այն աթոռը, որը րոպեներ առաջ զբաղեցնում էր Հենրիկը։ Երբ նա նստեց, ակնհայտորեն նյարդայնացած, Տիգրանը շարունակեց. Ես պետք է քեզնից ներողություն խնդրեմ։ Ես քեզ մեղադրեցի որդուս վնասելու մեջ, երբ իրականում դու միակ մարդն էիր, որն իսկապես կարողացավ տեսնել նրան։ Տեսնել խլությունից, բուժումներից, այն ամենից այն կողմ, ինչ ես ստիպել էի նրան լինել։ Պարոն Թավադյան, ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էի համարում։ Եվ դա հենց այն է, ինչ ես պետք է անեի շատ վաղուց, մեղմորեն ընդհատեց Տիգրանը։ Աննա, ես հենց նոր պարզեցի, որ այն բժիշկը, որին վստահում էի, Գաբրիելին օգտագործում էր հետազոտական նպատակներով։ Որ նա գիտեր ականջի խցանման մասին, բայց ընտրել էր չբուժել, որովհետև դա չէր համապատասխանում իր ծրագրերին։ Դու, առանց որևէ պարտավորության, ռիսկի ենթարկեցիր քո աշխատանքը, քո ազատությունը, օգնելու մի երեխայի, որին հազիվ էիր ճանաչում։ Դա ոչ միայն քաջություն է, դա մարդկայնություն է իր ամենամաքուր իմաստով։ Արցունքները սկսեցին հոսել Աննայի դեմքով։ Ես նրան ամեն օր տեսնում էի, թե որքան մենակ է, թե ինչպես ոչ ոք իրականում ուշադրություն չի դարձնում նրան։ Նա ինձ հիշեցրեց իմ եղբորը Դավիթին, որին կորցրի, որովհետև մենք շատ ուշացրինք օգնություն փնտրելը։ Չէի կարող թույլ տալ, որ դա կրկնվի։ Եվ չկրկնվեց, ասաց Տիգրանը հաստատակամորեն։ Քո շնորհիվ Գաբրիելն այժմ ավելի լավ է, քան վերջին տարիներին։ Առաջին անգամ խոսեց։ Եվ դա ոչ միայն բառն էր, այլ համատեքստը։ Նա խոսեց, որովհետև մտահոգված էր քեզ համար, որովհետև չէր ուզում, որ քեզ տանեն։ Դա ավելի կարևոր է, քան ցանկացած բժշկական առաջընթաց։ Հիմա ինչ է լինելու Գաբրիելի հետ։ Ես նրան կտանեմ Նաիրի կենտրոն, լիարժեք գնահատման։ Նոր բժիշկներ, նոր հեռանկարներ, առանց այն թաքնված օրակարգերի, որոնք ուներ բժիշկ Հենրիկը։ Եվ անկախ նրանից, թե ինչ կպարզենք, անկախ նրանից, թե նա մի օր կլսի, թե ոչ, ես կսովորեմ լինել այն հայրը, որի կարիքը նա ունի։ Այն հայրը, որը նրան տեսնում է որպես մարդ, ոչ թե լուծման ենթակա խնդիր։ Աննան ժպտաց արցունքների միջով։ Նրան դուր կգա դա լսելը։ Գաբրիելը հրաշալի տղա է, պարոն Թավադյան։ Նրան պարզապես պետք էր մեկը, ով դա կտեսներ։ Եվ դու տեսար, Տիգրանը դադար տվեց, զգուշորեն ընտրելով հաջորդ բառերը։ Աննա, ես կցանկանայի քեզ առաջարկ անել։ Ոչ թե որպես սպասուհի, ոչ թե մաքրելու կամ տնային գործեր անելու համար։ Ես ուզում եմ քեզ աշխատանքի ընդունել որպես Գաբրիելի խնամակալ։ Մեկը, ով ներկա կլինի նրա համար ոչ թե որպես աշխատակից, այլ որպես, չգիտեմ, գուցե որպես ավագ քույր։ Մեկը, ում նա վստահում է, մեկը, ում ներկայությունը նրան դուր է գալիս։ Աննայի բերանը բաց մնաց։ Պարոն Թավադյան, ես դրա համար կրթություն չունեմ։ Դու կրթությունից շատ ավելի լավ բան ունես, Տիգրանը ժպտաց առաջին անգամ այդ խոսակցության սկզբից ի վեր։ Դու անկեղծ սեր ունես իմ որդու հանդեպ։ Եվ դա ավելին արժե, քան ցանկացած դիպլոմ։ Բնականաբար, աշխատավարձը շատ ավելի լավ կլինի, քան նախորդը։ Բավականաչափ, որպեսզի դու օգնես մորդ իր բժշկական բուժումներով, դեռ արժանապատիվ կյանք ունենաս այստեղ Երանում։
Ես չգիտեմ ինչ ասել, Աննան հազիվ էր կարողանում խոսել արցունքների միջով։ Դա այն ամենն է, ինչ ես ուզում էի կարողանալ օգնել մորս մի նույն ժամանակ մոտ լինել Գաբրիելին։ Ապա ասա, այո։ Այո։ Իհարկե, այո։ Տիգրանը ոտքի կանգնեց, ձեռքը մեկնեց Աննային, համաձայնությունը կնքելով մի ձեռքսեղմումով, որը շատ ավելին էր, քան աշխատանքային պայմանագիր։ Դա նոր բանի սկիզբն էր, մի ընտանիք, որը վերաձավորվում էր տարբեր, ավելի ճշմարիտ սկզբունքների շուրջ։ Հաջորդ օրերը խորը փոփոխություններ բերեցին Թավադյանների առանձնատուն։ Առաջինը մթնոլորտն էր։ Տիգրանը հավաքեց բոլոր աշխատակիցներին, հայտարարեց, որ հին կանոններն այլս ուժի մեջ չեն։ Այլս ոչ մի պարտադրված լռություն, ոչ մի Գաբրիելի մեկուսացում։ Տունը պետք է լիներ օջախ, ոչ թե հիվանդանոց։ Աշխատակիցները սկզբում կասկածամիտ, աստիճանաբար սկսեցին հանգստանալ, ժպտալ, նորմալ շփվել։ Խոսակցությունների ծիծաղի ձայնը նորից սկսեց արձագանքել միջանցքներում։ Նաիրի կենտրոնում կատարված հետազոտությունը կարևոր բաներ բացահայտեց։ Գաբրիելն իրոք ուներ բնածին խորը խլություն, բայց դա անդառնալի չէր, ինչպես Հենրիկը միշտ առաջարկում էր։ Կոխլեար իմպլանտը կարող էր վերականգնել լսողության զգալի մասը, հատկապես որ Գաբրիելը դեռ երիտասարդ էր, նրա ուղեղը պահպանում էր բավարար պլաստիկություն։ Բժիշկները նա բուժեցին ականջի մնացորդային բորբոքումը, որը Աննան սկսել էր բուժել, հաստատելով, որ խցանման հեռացումն անհրաժեշտ էր, որ դա արվել էր բավականաչափ զգուշորեն, որպեսզի վնաս չպատճառեր։ Երբ Տիգրանը Գաբրիելին պատմեց իմպլանտի հնարավորության մասին, սպասում էր անհանգստություն կամ վախ։ Փոխարենը, տղան վերցրեց տետրը, գրեց մի բան, որը զարմացրեց հորը։ Կարող եմ դրա մասին մտածել։ Հիմա պարտադիր չէ որոշել։ Դա առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը Գաբրիելին հարցնում էր, թե նա ինչ է ուզում, փոխարենը պարզապես նրա փոխարեն որոշելու։ Տիգրանը գրկեց որդուն, երկար ու ամուր գրկախառնություն, ասաց, որ նա կարող է վերցնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Որ այդ որոշումը նրանն է, որ կհարգվի ցանկացած ընտրություն, որ նա կանի։ Գաբրիելը որոշեց իմպլանտ անել, բայց ոչ անմիջապես։ Ուզում էր մի քանի ամիս սպասել, առաջին անգամ վայելել կյանքն առանց մշտական բուժումների, առանց շաբաթական բժշկական այցելությունների, առանց միշտ բուժվելու փորձելու ճնշման։ Տիգրանը համաձայնեց, հասկանալով, որ այդ դադարն անհրաժեշտ էր ոչ միայն Գաբրիելի, այլ երկուսի համար։ Նրանք պետք է սովորեին լինել հայր ու որդի, նախքան հիվանդ պատասխանատու լինելը։ Աննան 2 ամիս անց մորը բերեց երան, նրան տեղավորելով հարմարավետ բնակարանում, որի համար Տիգրանը պնդեց վճարել, որպես նրա արտոնությունների փաթեթի մաս։ Տիկին Կարինեն, որակյալ բժիշկների պատշաճ բուժման հասանելիությամբ, սկսեց ապաքինվել։ Հանգստյան օրերին Աննան Գաբրիելին տանում էր մորը այցելելու, տղան պաշտում էր այն փոքրիկ, բայց ջերմությամբ լի տան պարզությունը։ Այնտեղ տիկին Կարինեն նրան սովորեցնում էր գաթա թխել, պատմում էր իջանի պատմություններ, վերաբերվում էր նրան, ինչպես ցանկացած տատիկ կվերաբերվեր սիրելի թոռանը։ Տիգրանը սկսեց ավելի շատ մասնակցել Գաբրիելի կյանքին։ Կրճատեց իր աշխատանքային ժամերը, ավելի շատ պարտականություններ պատվիրակեց, առաջնահերթություն տվեց ներկա լինելուն։ Սովորեց ժեստերի լեզու, ոչ միայն ֆունկցիոնալ հիմունքները, այլ իսկապես ուսումնասիրեց, պարապեց, ջանք թափեց։ Հոր որդու միջ խոսակցությունները, որոնք նախկինում հազվադեպ ու լարված էին, դարձան առօրյայի ամենօրյա մաս։ Գաբրիելը պատմում էր իր կարդացած գրքերի, խաղացած խաղերի, իր վախերի ու երազանքների մասին։ Տիգրանը լսում էր, իսկապես լսում էր, ոչ թե շտապելով ուղղել կամ լուծել, այլ պարզապես հասկանալու համար։ Տիգրանի փոխակերպումը չանցավ առանձնատան աշխատակիցների աչքից։ Մարիամը մի առավոտ խոհանոցում մեկնաբանեց. Կարծես պարոն Թավադյանը 10 տարվա քնից արթնացել է։ Վերջապես տեսնում է այն, ինչ միշտ իր աչքի առաջ է եղել։ Երբեմն մենք պետք է գրեթե կորցնենք ամեն ինչ, որպեսզի գնահատենք այն, ինչ ունենք, պատասխանեց Աննան, պատրաստելով Գաբրիելի նախաճաշը, ներառյալ աստղի տեսքով կտրատված մրգերը, որոնք նա այդքան սիրում էր։ Ինչ վերաբերում է բժիշկ Հենրիկ Վարդանյանին, բժշկական պալատի հետաքննությունը բացահայտեց մի շարք անկանոնություններ նրա մասնագիտական վարքագծում։ Ոչ միայն Գաբրիելի, այլ հիվանդների հետ տարիների ընթացքում։ Իր հետազոտությունների նկատմամբ մոլուցքը նրան ստիպել էր առաջնահերթություն տալ տվյալներին, մարդկանց փոխարեն, արդյունքներին, բարեկեցության փոխարեն։ Նրա լիցենզիան ժամանակավորապես կասեցվեց, մինչ գործն ավելի խորը կհետաքննվեր։ Տիգրանը, չնայած սկզբնական զայրույթին, որոշեց քրեական գործ չհարուցել բժշկի դեմ։
Ոչ թե խղճահարությունից, այլ որովհետև չէր ուզում, որ Գաբրիելը մեծանա այդ իրավական պայքարով, որպես իր պատմության մաս։ Տղան խաղաղության էր արժանի, ոչ թե ավելի շատ հակամարտությունների։ Այն գիշերվանից 6 ամիս անց, որը փոխեց ամեն ինչ, Թավադյանների առանձնատունն անճանաչելի էր։ Ոչ թե ֆիզիկական կառուցվածքով, այլ էությամբ։ Պատուհանները բաց էին մնում, թույլ տալով ներս մտնել թարմ օդ-արի լույս։ Այգիները, որոնք նախկինում անձեռնմխելի էին իրենց ստերիլ կատարելությամբ, այժմ բանջարանոց ունեին, որտեղ Գաբրիելը լոլիկ ու հազար էր աճեցնում Աննայի օգնությամբ։ Հյուրասենյակը, որը երբեք չէր օգտագործվել, վերածվել էր հավաքատեղիի, որտեղ Գաբրիելը հանգստյան օրերին հոր հետ փազլներ էր հավաքում։ Երկրորդ հարկի մեծ գրադարանը, որն Աննայի Գաբրիելի միջ կապի առաջին կետն էր եղել, շարունակում էր մնալ տղայի սիրելի վայրերից մեկը։ Բայց այժմ այն այլևս միայնակ ապաստան չէր։ Այնտեղ Գաբրիելը կեսօրներն անցկացնում էր Աննայի հետ, միասին կարդալով, մեկը բարձրաձայն իր ընթերցանությունը զարգացնելու համար, մյուսը հետելով նրա շուրթերին գրքի տեքստին։ Այնտեղ Տիգրանը երբեմն միանում էր նրանց, սովորելով գնահատել պատմություններ, որոնք նախկինում ժամանակի կորուստ էր համարում։ Գաբրիելը շարունակում էր խուլ մնալ, բայց դա դադարել էր լինել նրա գոյության կենտրոնը։ Դա պարզապես նրա մի առանձնահատկությունն էր, ինչպես աչքերի գույնը կամ հասակը։ Առաջին անգամ ընկերներ ձեռք բերեց, հարանության երեխաներ, որոնց Աննան ու Տիգրանը հրավիրել էին առանձնատանը խաղալու։ Ոմանք լսող էին, ոմանք ոչ, բայց բոլորն արագ սովորեցին, որ շփումը խոսակցական բառերից շատ ավելին է։ Գաբրիելը ընկերներին ժեստերի լեզու էր սովորեցնում, որոնք հիացած էին գաղտնի լեզու ունենալով, որը մեծահասակները չէին հասկանում։ Կոխլեար իմպլանտի վիրահատությունը նշանակվեց հաջորդ տարվա սկզբին։ Գաբրիելը որոշել էր, որ պատրաստ է, ոչ թե խուլ լինելը դադարեցնելու, այլ աշխարհն ընկալելու նորց փորձելու համար։ Նա հետաքրքրասեր էր, բայց ոչ անհանգիստ։ Այլս խոսքը ուրիշների սպասումները բավարարելու մասին չէր, այլ իր սեփական ճանապարհորդության։ Տիգրանը, ինչպես խոստացել էր, Գաբրիելի անունով հիմնադրամ էր ստեղծել։ Բայց այն կենտրոնացած չէր միայն բժշկական վիճակների վրա։ Դա մի հիմնադրամ էր, որը նվիրված էր երաշխավորելուն, որ երեխաները, հատկապես հատուկ կարիքներ ունեցողները, վերաբերվեն որպես ամբողջական անհատների, ոչ թե կլինիկական դեպքերի։ Որ նրանց ձայները լսելի լինեն, բառի ամենալայն իմաստով։ Աննան դարձավ հիմնադրամի խորհրդի անդամ, բերելով այն մարդու տեսակետը, որը հասկանում էր, որ աշխարհի լավագույն բուժումները ոչինչ չարժեն առանց մարդկայնության սիրո։ Մի կիրակի կեսօր, մի քանի ամիս անց, Տիգրանը, Աննան, Գաբրիելը առանձնատան այգում էին։ Երանի երկինքը զարմանալիորեն պարզ էր, կապույտ ու անամպ, մի հազվադեպ ելույթ քաղաքում։ Գաբրիելը պառկած էր խոտին, դիտելով ամպերը, մինչ Աննան ծաղիկներից պսակ էր հյուսում, որը հետո դնելու էր տղայի գլխին։ Տիգրանը դիտում էր նրանց երկուսին, դեմքին մեղմ ժպիտ, երբ Գաբրիելը շրջվեց դեպի նա ժեստեր արեց։ Ինչի՞ մասին ես մտածում, հայրիկ։ Տիգրանը մի պահ մտածեց պատասխանելուց առաջ, ձեռքերը կազմում էին այն ժեստերը, որոնց այժմ սահուն տիրապետում էր։ Մտածում եմ, թե ինչպես քիչ մնաց կորցնեի քեզ, կույր լինելով այն ամենի հանդեպ, ինչն իսկապես կարևոր էր։ Բայց դու չկորցրեցիր, հետ ժեստ արեց Գաբրիելը։ Դու ինձ գտար։ Մենք իրար գտանք։ Աննան էր, որ մեզ գտավ, ուղղեց Տիգրանը, նայելով այն երիտասարդ աղջկան, որը դարձել էր իրենց կյանքի անբաժանելի մասը։ Աննան, հասկանալով, որ իր մասին են խոսում, աչքերը բարձրացրեց ծաղիկներից ժպտաց։ Ես ընդամենը մի դուռ բացեցի։ Դուք էիք, որ որոշեցիք անցնել դրանով։ Ամենակարևոր դուռը, որը մեկը երբե բացել է ինձ համար, ժեստ արեց Գաբրիելը, ոտքի կանգնելով վազելով Աննային գրկելու։ Տիգրանը դիտում էր իր որդու այն խիզախ երիտասարդ աղջկա գրկախառնությունը, որը համարձակվել էր մարտահրավեր նետել բոլոր կանոններին, անելու այն, ինչ ճիշտ էր։ Մտածեց Մարինայի իր հանգուցյալ կնոջ մասին, թե որքան երջանիկ կլիներ նա, տեսնելով Գաբրիելին այսպես, սիրով ու երջանկությամբ շրջապատված։ Համոզված էր, որ որտեղ էլ որ լիներ, Մարինան գիտեր, որ իր որդին վերջապես ստանում է այն, ինչ նա միշտ ցանկացել էր նրա համար։ Պարզապես երջանիկ երեխա լինելու հնարավորություն։ Երեկոյան, երբ Գաբրիելը քնել էր, Տիգրանը Աննային կանչեց աշխատասենյակ խոսելու։ Երիտասարդ աղջիկը ներս մտավ սովորական հետաքրքրասիրությամբ, նստելով նույն աթոռին, որտեղ ամիսներ առաջ ստացել էր Գաբրիելի խնամակալը դառնալու առաջարկը։
Աննա, ես շատ եմ մտածել այն ամենի մասին, ինչ պատահել է, սկսեց Տիգրանը, այն մասին, թե ինչպես քո քաջությունը փոխեց ոչ միայն Գաբրիելի, այլ իմ կյանքը։ Դու մեզ սովորեցրեցիր, որ իսկական սերը ռիսկեր չի հաշվարկում, հետանքներ չի չափում, պարզապես գործում է, երբ անհրաժեշտ է։ Պարոն Թավադյան, ես պարզապես արեցի այն, ինչ սիրտ ունեցող ցանկացած մարդ կաներ։ Ոչ, Աննա։ Շատ մարդիկ կհետեին կանոններին, կպահպանեին իրենց ապահով աշխատանքը, կընտրեին չխառնվել։ Դու այլ կերպ ընտրեցիր։ Եվ դրա համար նա սեղանի վրայով սահեցրեց մի ծրար, ուզում եմ քեզ ինչ-որ բան տալ։ Աննան դողացող ձեռքերով բացեց ծրարը, գտավ սեփականության փաստաթղթեր։ Դրանք այն բնակարանի սեփականության վկայականներն էին, որտեղ ապրում էր մայրը։ Պարոն Թավադյան, ես չեմ կարող սա ընդունել։ Կարող ես կընդունես, մեղմորեն ընդհատեց Տիգրանը։ Մորթ ապահով տուն է պետք, մինչ նա ապաքինվում է։ Իսկ դու պետք է իմանաս, որ քո ընտանիքը պաշտպանված է։ Սա բարեգործություն չէ, Աննա։ Սա երախտագիտություն է։ Դու ինձ վերադարձրիր իմ որդուն։ Չկա արժեք, որը կարող է դա վճարել, բայց ուզում եմ, որ դու մայրդ ապահով լինեք։ Արցունքներն ազատ հոսում էին Աննայի դեմքով։ Շնորհակալությունը բավարար չէ։ Բավարար բառեր չկան։ Ապա ոչինչ մի ասա։ Պարզապես շարունակիր լինել այն, ինչ կաս։ Շարունակիր խնամել Գաբրիելին նույն սիրով ու նվիրումով։ Եվ իմացիր, որ դու միշտ այստեղ տեղ ունես, ոչ թե որպես աշխատակից, այլ որպես ընտանիք։ Աննան գլխով արեց, չկարողանալով խոսել արցունքների միջով։ Ոտքի կանգնեց մի ինքնաբուխ ժեստով, որը զարմացրեց երկուսին էլ, գրկեց Տիգրանին։ Դա երախտագիտության փոխադարձ ճանաչման գրկախառնություն էր երկու մարդկանց, որոնք փրկություն գտան մի երեխայի միջոցով, որը պարզապես սիրված լինելու կարիք ուներ։ Ամիսները վերածվեցին տարիների, Թավադյանների առանձնատան պատմությունը հայտնի դարձավ Երանի որոշ շրջանակներում։ Ոչ թե սկանդալային մանրամասներով, որոնք Տիգրանը գաղտնի պահեց Գաբրիելին պաշտպանելու համար, այլ այն փոխակերպմամբ, որը դա ներկայացնում էր։ Պատմություններ այն մասին, թե ինչպես է հզոր գործարարը սովորել առաջնահերթություն տալ այն ամենին, ինչն իսկապես կարևոր է։ Թե ինչպես է մարզից եկած մի երիտասարդ աղջիկ, առանց կրթության կամ միջոցների, փոխել ամեն ինչ քաջությամբ ու սիրով։ Եվ ամենակարևորը, թե ինչպես է խուլ տղան սովորեցրել իր շրջապատի բոլորին, որ իսկական շփումը բառերի կարիք չունի, այլ միայն սրտի։ Գաբրիելը մեծացավ բոլորովին այլ միջավայրում, քան այն, որտեղ անցկացրել էր իր առաջին 10 տարիները։ Զարգացավ որպես վստահ, երջանիկ երեխա, շրջապատված սիրով ու իրական հնարավորություններով։ Կոխլեար իմպլանտը, երբ վերջապես արվեց, ձայներ բերեց նրա աշխարհ, բայց Գաբրիելը երբեք չդադարեց օգտագործել ժեստերի լեզուն։ Ասում էր, որ դա իր առաջին լեզուն է, իր արտահայտվելու իսկական ձը, չէր ուզում կորցնել այն միայն այն պատճառով, որ այժմ նա կարող էր լսել։ Տիգրանը վերածվեց այն հորը, որը միշտ պետք է լիներ։ Սովորեց, որ հաջողությունը չի չափվում միայն ստորագրված պայմանագրերով կամ կառուցված շենքերով, այլ որդու ժպիտներով, երազների ու վախերի մասին գիշերային խոսակցություններով, մարդկային կապի պարզ պահերով։ Ընկերությունը շարունակում էր բարգավաճել, բայց այժմ Տիգրանը գիտեր, որ դա ընդամենը ապրուստի միջոց է, ոչ թե հենց կյանքը։ Աննան երբեք դուրս չեկավ Թավադյանների կյանքից։ Մեծացավ Գաբրիելի հետ, ավելի շատ որպես ավագ քույր, քան խնամակալ։ Սովորեց մանկավարժություն, հատուկ կրթության մասնագիտացմամբ, ֆինանսավորված Տիգրանի կողմից դարձավ իր ոլորտում հեղինակություն։ Բայց երբեք չմոռացավ, թե որտեղից է եկել, այն դասերը, որոնք սովորել էր իջանում պարզության անկեղծ սիրո մասին։ Մի քանի տարի անց ամուսնացավ ժեստերի լեզվի ուսուցչի հետ, որին հանդիպել էր ուսման ընթացքում, Գաբրիելը հարսանիքին ազատբաշին էր, հպարտ իր Աննայով, որը փրկել էր ոչ միայն իրեն, այլ մի ամբողջ ընտանիք։ Տիկին Կարինեն, լիովին ապաքինված, շնորհիվ պատշաճ բուժման, տեղափոխվեց Թավադյանների առանձնատան մոտ գտնվող մի փոքրիկ տուն։ Դարձավ Գաբրիելի կյանքում մշտական ներկայություն, այն տատիկը, որը նա երբեք չէր ունեցել, մարզի պատմություններով, գաթաներով, որոնք առանձնատանը իսկական օջախի բույր էին հաղորդում։ Տիգրանը պաշտում էր, երբ նա այցելում էր, բերելով այն պարզությունը, որը նա սովորել էր գնահատել։ Տիգրանի ստեղծած հիմնադրամը աճեց ազդեց հարյուրավոր երեխաների վրա, երաշխավորելով, որ ոչ ոք չանցնի այն ճանապարհով, որով անցել էր Գաբրիելը։ Բժշկական բուժում, մարդկայնությամբ, հարգանք երեխաների ընտրության նկատմամբ, աջակցություն ընտանիքներին, որոնք պայքարում էին հատուկ կարիքները հասկանալու համար։
Աննան ղեկավարում էր գործնական ծրագրերը, բերելով իր կենսափորձը, մինչ Տիգրանը ապահովում էր ռեսուրսներն ու կառուցվածքը։ Բժիշկ Հենրիկ Վարդանյանը այլևս երբեք բժշկությամբ չզբաղվեց։ Հետաքննությունը բացահայտել էր այնքան անկանոնություններ, որ նրա լիցենզիան մշտապես չեղարկվեց։ Տիգրանը տարիներ անց իմացավ, որ տղամարդը տեղափոխվել է Վայոց ձորի մարզ, որտեղ հանգիստ ապրում էր, հեռու այն ուշադրության կենտրոնից, որը մի ժամանակ փնտրում էր իր հետազոտությունների միջոցով։ Այդ լուրը Տիգրանի համար բավարարվածություն չբերեց, միայն դատարկություն, կորցրած հնարավորության համար։ Հենրիկը կարող էր փայլուն բժիշկ լինել, եթե իր ուշադրությունը պահեր այնտեղ, որտեղ պետք է լիներ, մարդկանց վրա, ոչ թե տվյալների։ Այն գիշերվանից 10 տարի անց, որը փոխեց ամեն ինչ, Գաբրիելը դարձավ 20 տարեկան։ Առանձնատունը լիքն էր խնջույքի համար, ոչ թե այն տեսակի շքեղ հասարակական միջոցառում, որը Տիգրանը սովորաբար կազմակերպում էր, այլ այն արտասովոր երիտասարդին սիրող մարդկանց անկեղծ հավաքույթ։ Դպրոցի ընկերներ, ուսուցիչներ, Աննայի հարազատները, իջանից եկած ճարտարապետության ֆակուլտետի համակուրսեցիները, որտեղ սովորում էր Գաբրիելը, հիմնադրամի անդամներ։ Ձայներն ու ժեստերը խառնվում էին օդում, շփումը հոսում էր բազմաթիվ ձերով, բոլորը հասկանում էին միմյանց։ Տիգրանը դիտում էր ամեն ինչ սենյակի մի անկյունից, ձեռքին հյութի բաժակ, դեմքին ժպիտ։ Աննան մոտեցավ նրան, այժմ 32 տարեկան կին, բայց նույն փայլով աչքերում, որն ուներ, երբ առաջին անգամ եկել էր այդ տուն։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց նա։ Թե ինչպես ամեն ինչ փոխվեց։ Թե ինչպես ես փոխվեցի։ Դու քեզ թույլ տվեցիր փոխվել։ Դա քո ամենամեծ քաջությունն էր։ Տիգրանը նայեց Գաբրիելին, որը շրջապատված էր ընկերներով, ծիծաղում էր մի բանից, որը ինչ-որ մեկը ժեստերով էր ցույց տվել։ Գիտես, Աննա, երբեմն մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե դու չգայիր այստեղ աշխատելու։ Եթե չունենայիր այն քաջությունը, որն ունեցար այդ գիշեր։ Ինչ-որ մեկը վաղ թե ուշ կաներ, ասաց Աննան համեստորեն։ Ոչ, մեղմորեն առարկեց Տիգրանը։ Ոչ ցանկացած մեկը։ Պետք էր լիներ հատուկ մեկը, ով կտեսներ արտաքինից, կանոններից, վախից այն կողմ։ Պետք էր լինեիր դու։ Գաբրիելը տեսավ նրանց երկուսին խոսելիս եկավ նրանց ուղղությամբ, ճանապարհ բացելով հյուրերի միջով։ Երբ մոտեցավ, երկուսին էլ գրկեց, մեկին մի կողմից, մյուսին մյուս։ Հետո հեռացավ, սկսեց ժեստեր անել, ձեռքերը շարժվում էին նրբագեղությամբ ու ճշգրտությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ երկուսիդ։ Հայրիկ, որ սովորեցիր ինձ իսկապես տեսնել։ Աննա, որ նրան սովորեցրիր տեսնել։ Եվ ամենակարևորը, որ ինձ սովորեցրիք, որ ընտանիքը արյան կամ պայմանագրերի մասին չէ, այլ ամեն օր միմյանց համար ներկա լինելու ընտրության։ Տիգրանն ու Աննան լուռ մնացին, չափազանց հուզված անմիջապես պատասխանելու համար։ Հետո Տիգրանը հետ ժեստ արեց։ Մենք ենք քեզ շնորհակալ մեզ քո ճանապարհորդության մասը դառնալու հնարավորություն տալու համար։ Դա հնարավորություն չէր, պատասխանեց Գաբրիելը ժպիտով։ Դա ընտրություն էր։ Ինչպես որ Աննայի ընտրությունն էր ինձ օգնել այն գիշեր, նույնիսկ իմանալով ռիսկերի մասին։ Ընտրություններն են սահմանում, թե ով ենք մենք, ավելի շատ, քան ցանկացած այլ բան։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր, լի ուրախությամբ ու տոնակատարությամբ։ Երբ բոլորը վերջապես գնացին, առանձնատունը վերադարձավ լռության, դա այլևս անցյալի ճնշող լռությունը չէր։ Դա հանգիստ լռություն էր, բավարարված օջախի, ամբողջական ընտանիքի։ Տիգրանը բարձրացավ Գաբրիելի սենյակ, բարի գիշեր մաղթելու, ինչպես անում էր ամեն գիշեր 10 տարի շարունակ, գտավ որդուն արդեն մահճակալում լուսանկարների ալբոմ թերթելիս։ Չես կարողանում քնել, հարցրեց Տիգրանը, նստելով մահճակալի եզրին։ Գաբրիելը ցույց տվեց ալբոմը։ Հին լուսանկարներ էին, որոշները, երբ նա մանուկ էր Մարինայի հետ, մյուսները՝ իր առաջին տարիներից։ Բայց նրանք, որոնց նա նայում էր, ավելի նոր էին։ Գաբրիելն Աննայի հետ այգում, Գաբրիելն ու Տիգրանը միասին ճարտարապետական նախագիծ կառուցելիս, ամբողջ ընտանիքը հավաքված ամանորին։ Մտածում էի, թե ինչպես են բաները փոխվել։ Թե ինչպես կարող է կյանքը զարմացնել մեզ։ Ճիշտ է, համաձայնեց Տիգրանը։ Երբեմն լավագույնը, որ կարող է պատահել, այն չէ, ինչ մենք պլանավորել ենք, այլ այն, ինչ երբեք չենք պատկերացրել, որ հնարավոր է։ Աննան մի անգամ ինձ ասաց, որ սերը ձայնի կարիք չունի, Գաբրիելը միաժամանակ խոսեց ժեստեր արեց, ձայնը պարզ ու լավ արտաբերված, տարիների լոգոպեդական պարապմունքներից հետո, որոնք նա ընտրել էր անել, ոչ թե որովհետ ինչ-որ մեկը ստիպել էր, այլ որովհետ ինքն էր ուզել։ Նա ճիշտ էր։
Սերը զգացնել է տալիս բազմաթիվ ձերով։ Խնամքի, ներկայության փոքրիկ ժեստերի մեջ, որոնք ավելին են ասում, քան բառերը երբեք կարող էին։ Տիգրանը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Մայրդ կպաշտեր քեզ այսպես տեսնելը, Գաբրիել։ Այնքան ուժեղ, այնքան ամբողջական, այնքան երջանիկ։ Գիտեմ, ժպտաց Գաբրիելը։ Եվ կարծում եմ, նա էլ գիտի։ Որտեղ էլ որ լինի, նա գիտի, որ ես լավ եմ։ Որ վերջապես, երկար ժամանակ անց, մենք բոլորս լավ ենք։ Հայր ու որդի գրկախառնվեցին, մի երկար գրկախառնություն, որը խոսում էր այն ամբողջ ճանապարհի մասին, որը նրանք միասին անցել էին։ Ամբողջ տառապանքի մասին, որը վերածել էին աճի, ամբողջ ցավի մասին, որը փոխակերպել էին իմաստության։ Երբ բաժանվեցին, Տիգրանը համբուրեց որդու ճակատը, բարի գիշեր մաղթեց դուրս եկավ սենյակից։ Միջանցքում հանդիպեց Աննային, որը եկել էր ստուգելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, նախքան իր բնակարան գնալը։ Երկուսը մի պահ կանգնած մնացին այնտեղ, հարմարավետ լռության մեջ։ Շնորհակալ եմ, Աննա։ Ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ քեզ, Տիգրան, որ թույլ տվեցիր ինձ այս ընտանիքի մասը դառնալ։ Եվ այսպես, Երանի այդ գիշերվա լռության մեջ, երեք մարդ, որոնց կյանքն անհավանական կերպով միավորել էր, հանգստացան։ Մի հայր, որը սովորել էր, որ սերը չի վերահսկում, այլ պարզապես ուղեկցում է։ Մի կին, որը բացահայտել էր, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ դրան հակառակ գործելը։ Եվ մի երիտասարդ, որը բոլորին սովորեցրել էր, որ լռությունը, երբ լցված է իսկական սիրով, կարող է 1000 բառից ավելի բարձր խոսել։ Թավադյանների առանձնատունն այլս ոսկե բանտ չէր, վերահսկողության ու կատարելության հուշարձան։ Դա օջախ էր, միաժամանակ պարզ ու բարդ, որտեղ անկատարություններն ընդունվում էին, որտեղ սխալները դասեր էին, որտեղ ամենակարևորը ոչ թե այն էր, թե որքան ունես, այլ թե որքան ես սիրում։ Եվ այն պատերի մեջ, որոնք մի ժամանակ արձագանքում էին միայն պարտադրված լռությանը, այժմ հնչում էր շատ ավելի արժեքավոր մի բան։ Մի ընտանիքի մեղմ երաժշտությունը, որն ամեն օր ընտրում էր վերակառուցվել, վերահայտնագործել իրեն, ամենից վեր ներկա լինել։